սարիկ։ Ոնց չունեմ, ախպեր, իմ մոտ աշխարհի ամենալավ մոդեռներն են, ցավը տանը։ Լավ, գնացինք առաջ, ժողովուրդ ջան։ Հեսա մեր հյուրին բարձրացնում ենք, շատ խոսացի այսօր։ Կարոցել էի ձեզ, ուզում էի խոսալ, հիմա եկել կա։ Պահ, միանգամից բացած, բարի երեկո, ցավը տանեմ։ Բարև Արսեն ջան, բարև։ Ոնց որ կես ժամ առաջ օֆիսից դուրս եկածել եմ, այնպես որ հարազատաբար արդեն քեզ դիմավորում եմ։ Բարի գալուս մեր ընտանիք։ Սա մեր համար ընտանեկան մի հատ մթնոլորտ է։ Հեսա դու կզգաս ցավը տանեմ, Կարեն ջան։ Ես քեզ Կարենով եմ դիմելու։ Իհարկե մենք Բարոնները մի քիչ կողքի տանեն, որ մեր մեջ sense ընտանեկան մթնոլորտ իրոք մտնի։ Մենք հասկանանք, թե Կարենը ինչի է ուզում դառնալ քաղաքապետ։ Այնքան հետաքրքիր է։ Ես ուզում եմ մարդկանց մեջից բացահայտեմ այն ամեն ինչի, ինչ որ մենք չենք տեսնում, էլի, որ Կարենը կուլտուրական խոսալով ինտերվյու տալիս է, ինքը դրանք չի ասում։ Դրա համար Կարեն ջան, բլից հարցեր եմ պատրաստել քո համար, որովհետեւ չգնեմ այդ ժոլոբները ոնց են փոխելու, սառցը ոնց են ջարդելու։ Ես իմ կողմից բլից 25 հարց կդամ, շատ արագ։ Արագ պատասխանի ու դրանից հետո մարդիկ բարձրանան, քեզ արդեն քաղաքի հետ կապված լիքը հարցեր տան։ Ես ուզում եմ դու ճանաչվես իմ մարդկանց կողմից, ովքեր հենց հիմա 300 հոգի նստած են, իրանք հակ ավելանան հեսա, որովհետեւ ճանաչեն, թե Կարեն Մալխասյանը ով է։ Ինչի հենց ինքը եկավ։ Նախ առաջինը ձեզ խոսք մի հատ փոքր sense ներկայացրեք ով եք, ինչ կրթություն ունեք եւ ինչ կուսակցություն եք ներկայացնում։ Շնորհակալություն Արսեն ջան, այս հնարավորությունն ընձեռելու համար նաեւ ողջունում եմ բոլորին։ Ես ես հարտագում առաջի անգամ եմ այս ձևաչափով, ընդհանրապես ես հարտագում նոր մարդ եմ, բայց միանշանակ պատրաստ եմ այս ձևաչափով զրուցելու, մեր ծրագրերը ներկայացնելու, մեր նկատառումները ներկայացնելու, մեր սրտի խոսքը գյումրեցիներին փոխանցելու։ Ես Կարեն Մալխասյանն եմ, ծնվել եմ Գյումրիում, ապրում եմ Գյումրիում, գյումրեցի եմ, մասնագիտությամբ իրավաբան եմ, ունեմ 2 պարսագուն կրթություն, երկար տարիներ աշխատել եմ սոցիալական ոլորտում, սկսել եմ մասնագետից, հասել եմ մինչև բաժնիպետ, տնօրեն, 2021 թվականին մասնակցել եմ էլիտի ընտրություններին, եղել եմ Ապրելու երկիր կուսակցության համայնքապետի թեկնածուն, այժմ նույնպես նույն կուսակցությունով մասնակցում եմ ընտրություններին, էլի թեկնածուն ես եմ, մենք ընդգրկված ենք այժմ գործող ավականու կազմում, մեր խմբակցությունը ճիշտ է փոքրաթիվ է, բայց շատ ակտիվ ենք եղել, քաղաքի խնդիրները ներկայացրել ենք, փորձել ենք լուծումներ գտնել, մի խոսքով քաղաքի դարդից, հոգսից, լավից, վատից, որքան հնարավոր է տեղյակ ենք, ուզում ենք այդ խնդիրների պատասխանատվությունը վերցնել մեր վրա, մեր քաղաքի համար ծառայել։ Շատ շնորհակալ եմ։ Հիմա փորձենք 25 հարցով բլից հասկանանք ով է Կարեն Մալխասյանը, մեր համար, որովհետեւ հոգեհարազատ մարդ դառնաս հենց սկզբից։ Ու ավելի ասես բաց լինի մեր զրույցը, առաջին հարցը որ կուզենամ հնչեցնեմ, կարճ կարակ պատասխան տակ, ինչի մասին երբեք չեք բարձրաձայնի։ Գաղտնիքի, եթե ինձ է վստահել այդ գաղտնիքը չեմ բարձրաձայնի։ Բան, որ երբեք չեք անի, նման հարց է, բայց մի քիչ տարբեր է։ Դավաճանություն։ Դավաճանություն։ Ինչից եք վախենում կյանքում։ Ինչից եմ վախենում։ Չէի մտածել այդ հարցի մասին։ Մտածենք ինչից ենք վախենում։ Օրինակ հայրենիքի կորստի միտք անգամ ձեզ չի վախեցնում։ Ես այդ մասին նույնիսկ չեմ մտքով չել կարող անցնել, իմ տեսակը պայքարող տեսակ է, ես մի քիչ երևի երկար պատասխանեմ այս հարցին, նույնիսկ երբ որ դպրոցական հասակում 4-րդ, 5-րդ, 6-րդ դասարանում ընթերցում էի հայոց պատմություն, այսպես իրար հետևից հայոց բերդը, Աշակ երկրորդ, Պապ Թակավոր, Վարազդատ, երբ որ Պապ Թակավորին դավաճանաբար սպանում են, այդ հուզականությունը նույնիսկ մեջս շատ բարձր եղել մանուկ հասակից այդ հայրենասիրական ծաղկումների մեղումները չի կարող նման բանի մտքով նույնիսկ անցնել։
Շատ լավ, շնորհակալություն։ Մարդ, որը գիտի ձեր բոլոր գաղտնիքները։ Բոլոր գաղտնիքները չէ, բայց գիտի։ Հասկացա։ Իմ հայրը։ Հասկանալի է։ Ձեր ամենասիրելի վայրը ո՞րն է։ Գյումրիում, Չէ, ընդհանրապես, աշխարհում։ աշխարհում իհարկե Գյումրին ու Աբովյան փողոցը։ Հասկանալի է։ Ընտրողներ, լսեցիք Աբովյան փողոցի ընտրողներ։ Ոտ ունեք դուք երազանք, որ դեռ չի իրականացվել։ Այո, Ո՞րն է։ ես այս քարոզարշավը որ մեկնարկեց, իմ խոսքում նշել եմ, որ ես երազանք ունեմ տեսնել Անին, Կարսը, Վանը հայկական, Արցախը հայկական, բայց ցավոք այս պահին չեմ կարող դա իրականացնել, միշտ ցկտել եմ տեսնել հայկական։ Այս պահին հնարավորություն ունիմ երազանքներից իրականացնել Հայաստանի Հանրապետությունը դարձնել հզոր ու զարգացող, Գյումրին զարգացող, այդ երազանքի համար մտել ենք այս պայքարի մեջ։ Իսկ մյուս երազանքի հետևից գնալու ենք միանշանակ։ Շատ լավ, շնորհակալություն։ Գնանք առաջ 9-րդ հարց, ամենասիրելի ուտելիքը ձեր։ Խաղողի թփով տոլմա։ Ահա։ Դե մի հատ ասա բանը սմետանով թե մազունով էլ իմանանք։ Սմետան մածուն խառնած։ Всё, հաստատ է։ Սիրելի ֆիլմը ձեր։ Սիրելի ֆիլմը։ Ես որ փոքր էի, հայկականներն եմ սիրում ամենաշատ ինչի, հոգի հարազատ է, որ փոքր էի չէի հասկանում մենք ենք մեր սարերը ու տղամարդիկ ֆիլմը։ Հետո որ մեծացա, հասկացա էությունը ու հասկացա թե մենք ինչքան հզոր ազգ ենք ու ինչքան դժվար է մեզի հասկանալ, այդ երկու ֆիլմերը շատ եմ սիրում։ Սիրելի երկը։ Սիրելի երկը երևի Շարլ Ազնավուրի երկրաշարժին նվիրված երկը քեզ համար Հայաստանը։ Okay, լավ։ Չափովորեցամ սիրելի պոետը։ Սիրելի պոետը Պարուս Սևակ։ Դե ոնց ասեմ, առանց բանաստեղծության չեն գնա, սիրելի բանաստեղծությունը։ Պարուս Սևակից։ Չէ, ընդհանրապես, կարող է Պարուս Սևակին սիրում ես, բայց ուրիշի մի հատ բանաստեղծություն։ Մի հատ չէ, մի քանի հատ է։ Չէ, մեկը պիտի ասեք, մեր մոտ դենց է, մեկը։ Այո։ Եթե Պարուս Սևակ եմ ասել, Պարուս Սևակից կասեմ մարդ կա ելերել շալակն աշխարհի, մարդ կա աշխարհն է շալակաստանում։ Այդ հիմի նամյոք եք անում, թե ինչ որ։ Չէ, եթե բանը լինի ասելու ուղիղ կասենք, նամյոք չենք։ Չէ, նամյոք, եթե նամյոկը տեղ հաստնեմ, ցավը տանեմ։ Հետո հասկացողները ոնց ուզում են հասկանան։ Okay, 14-րդ հարցը, փոքր ժամանակ ինչ եք երազել դառնալ։ Միգուցե հենց քաղաքապետ։ Չէ, քաղաքապետ չեմ երազել դառնալ, մասնագիտություն պատմաբան եմ ուզեցել դառնալ, հենց այդ հայրենասիրական մեղումներից ելնելով միշտ ուսումնասիրել եմ պատմություն, բայց իրավաբանի մասնագիտություն եմ ընտրել։ Շատ լավ, ով է ձեր հերոսը։ Իմ հերոսը Անդրանիկն է։ Անդրանիկը։ Ամենակարևոր խորհուրդը, որ ստացել եք ձեր կյանքում, ումից եք ստացել այդ խորհուրդը։ Ամենակարևոր խորհուրդը մի ստիր, մի դավաճանիր։ Ծնողներից ես հայրիկից շատ եմ խորհուրդներ ստացել, բայց խորհուրդներ նաև քրկերից ենք ստանում մենք։ Հասկանալի է։ Ինչ է երբեք չեք ների։ Դավաճանությունը։ Էս էլ է նամյոք։ Նամյոք չէ, նորմալ պատասխան է։ Շալակն էլ աստեղու համար եմ ասում, շալակն էլ աստեղու։ Նորմալ հայ պատասխան է։ Լավ, okay, օղի գինի թե կոնյակ։ Նայած ինչ միջավայր է։ Կա երազանքների երկիր, որ կուզենաք գնաք, առայժմս չեք այցելել։ Երազանքներ։ Ընդհանրապես երազանքներին հավատում եք դուք։
Մենք իհարկե պետք է հասկանանք երազանքներ կա, որ իրականություն հնարավոր չէ դարձնել, բայց ես այսպես ասեմ, եթե դու երազում ես, ցկտում ես եւ ինձ թվում է Աստված տալիս է, որ տալիս է, էլի, եւ խոսքով, եթե այդ ցանկությունները, երազանքները դարդայում ես, խոսքը ուժ ունի, ինձ թվում է իկադար է ասում։ Շատ լավ, հաջորդ հարցը, սկզբունք, որը երբեք չեք խախտի։ Ընդհանրապես ես սկզբունքային մարդ եմ, իմ պայքարը հենց ավականիում եղել է սկզբունքների, ոչ թե կապված եղել անձերի հետ, այլ երևույթներ, այլ սկզբունքների, որ միշտ այդ պայքարը եղել է սկզբունքի։ Եթե ունես սկզբունք, որտե գրած, ցանկացած սկզբունք է դու չխախտես։ Ասում է մնացեք, կներես Արսեն ջան, ասում է մնացեք ձեր սկզբունքներին հավատարիմ եւ ապրեցեք երջանիկ։ Հաջորդ հարցը, սիրտն է կարևոր թե ուղեղը ըստ ձեզ։ Երկուսը իրար է։ Չէ, մեկը պետք է ասեք, մեկը կարևոր չլինի։ Ձեր համար ո՞րն է կարևոր, ուղեղը թե սիրտը։ Չէ, շատ պրովոկացիոն հարց եք տալիս։ Ինչի՞։ Քաղաքապետ եք ուզում դառնաք, ուզում ենք հասկանանք, դուք ուղեղով եք առաջնորդվելու թե սրտով։ Դե դրա համար եմ ասում պրովոկացիոն, դե նայած ինչ վիճակի, եթե սիրտը նկատի ունենք, որ հոգուց է գալիս, սիրտը, բայց հարցեր կա, որ ուղեղով դե առաջնորդվես, էմոցիայով չառաջնորդվես։ Շատ լավ, ձեր պատասխանն է, խնդրեմ, իհարկե։ Ձեր կյանքի կարգախոսը ասեք։ Երևի ասացի, մնացեք ձեր սկզբունքներին հավատարիմ եւ ապրեցեք երջանիկ։ Դուք սնահավատ եք։ Չէ, վերջին հարցն եմ տալու։ Կարող եք պատասխանեք, կարող եք չեք։ Ինչպես եք դուք սերը խոստովանում։ Սերը ում նկատմամբ հայրենիքի։ Ձեր կնոջ, ձեր Չէ, հիմնականում ձեր կնոջ, ձեր ընտանիքի, ձեր մտերիմների մասին է խոսքը, հայրենիքի մասին չի խոսքը այստեղ։ Ինչպես, օրինակ ծաղիկով եք անում, ասեք տանում ծաղիկ, տալիս եք, բառ չեք ասում։ Կամ գնում եք, ասում եք, «Վայ իշքան շատ եմ ձեզ սիրում»։ Դե երեխաները միանշանակ ասում ենք բարձրաձայն, որ շատ ենք սիրում, իսկ կնոջը երևի արդեն վերաբերմունքով եք ցույց տալիս այդ ամեն ինչը։ Շատ լավ, իմ կարծիքով քիչ շատից մենք ճանաչեցինք պարոն եմ նորից ասում, մեր Կարենին։ Այսօրվա դրությամբ սաղ տեխնազուներին պիտի ասենք անպայման մեր։ Ճիշտ եք անում։ Կներեք այդ տարանջատումը մեր, ձեր, սխալ է, էլի։ Հասկանալի է։ Ես առաջին հարցը գողանամ տղեկից, այս հարցը արդեն հենց նախանդրականի պահով ասեմ, կարաք ասեք, ինչով եք դուք առավել մնացածից, ինչի պիտի ձեզ իմինը ձեզ ընդրեն, ոչ թե օրինակ մեր ես շատ գիտեմ ում, ինչի ձեզ, խնդրեմ։ Դից չկա, կասեմ, ոչ թե առավել եմ, այլ տարբերությունը բլինդրով է կնահատի, ես նշեցի նախաբանում իմ կենսագրականում, որ նախ մասնագիտությամբ իրավաբան եմ, փորձ ունեմ երկար տարիների պետական կառավարման համակարգում աշխատել եմ, բազմաթիվ վերապատրաստումներ անցել եմ, ինքս լինելով այդ ոլորտի մասնագետ, նաև ճգնաժամային կառավարում եմ իրականացրել, երբ որ 4 հատ սոցիալական ոլորտի կառույց խմբվեցի մեկ տանիքի ներքո, այսպես ասեմ, ստեղծվեց միասնական սոցիալական ծառայությունը եւ այդ ժամանակ ես ճգնաժամային կառավարում եմ իրականացրել, Փառք Աստծուի մոտ դա ստացվել է եւ նաեւ խորքային տիրապետում եմ, որքան հնարավոր է Գյումրու խնդիրներին, Գյումրու հավաքանում ներկայացված եմ եղել եւ ներկայացված եմ, դրա համար ինձ թվում է Գյումրեցիքը կանադի այդ ամեն ինչը եւ կվստահ ինձ, նաեւ ինչպես նշեցի սկզբունքային եմ, խոսքի տեր եմ, խնդրի հետևից տնացող եմ, լուծումը գտնող եմ, այդպես ասեմ, էլի։ Համեմատելու ենք դոկտոր համեմատի։ Մի հատ հարց է սենց կարճ տամ, էլի։
Կան ուժեր, որոնց հետ չեք գնա կոալիցիոն, եթե շեմը հաղթարեք, կոալիցիոն ինչ-որ կառավարման մեջ չեք մտնի։ Կան այդպես ուժեր, խնդրեմ, եթե կան, նշեք եւ ասեք ինչու։ Կոալիցիոն անունը չտնենք կոալիցիոն, եթե ամեն ինչ ուզում ենք տնենք կոալիցիոն, տնենք համագործակցություն, տնենք դաշինք, տնենք ինչ ուզում ենք տնենք, միանշանակ քաղաքացիական պայմանագրի հետ չենք համագործակցելու։ Ինչու։ Ես ուզում եմ հասկանամ ինչու։ Շատ բարի, ինչու։ Նաև ես ասացի, որ ապրելու երկիր կուսակցությունով եմ համայնքապետի տեխնազոն, ինչու։ Մենք թիմերում, նկատի ունեմ մեր թիմը, թիմերում քաղաքացիական պայմանագրից հետո երկրորդ ներկայացվածությունը ունենք, այսինքն մեջտապես մասնակցել ենք թիմ ընտրություններին եւ ներկայացվածության մակարդակով երկրորդն ենք։ Որևէ տեղ ապրելու երկիրը չի համագործակցել, չի կոալիցվել քաղաքացիական պայմանագրի հետ։ Ինչու, որովհետև ինձ թվում է բոլորիս է պարզ է այն գաղափարախոսությունը, այն մոտեցումը, որը ունեն իրենք, այն սկզբունքները, որը ունեն թե չունեն, դա այլ հարց է, ու շատ չծավալվեմ այդ ամեն ինչի համար ինչու, որովհետև Արարատը իմ սուրբ սարս է, որովհետև ես ուզում եմ Արցախը տեսնել հայկական, Շուշին ինձ համար դժգույն ու դժբախտ չէ, որովհետև այ հենց դրա համար։ Շատ լավ, հասկանալի է։ Տեսեք, ես ձեր ծրագիրը նայելուց մի հատ sense փոքր թիրախային բաներ եմ իմ համար դուրս գրել։ Առաջինը որ հանրային տրանսպորտի հետ կապված։ Դուք նշում եք, որ հանրային տրանսպորտը պետք է ժամը 7-ից 23:00-ն աշխատի։ Առաջին հարցը դրա մեջ ունենք մենք նմանատիպ քանակությամբ վարորդներ, ունենք կարակ մենք ունենանք, քանի որ 8 ժամյա է, չէ՞, լինելու։ Մարդ ինչ որ 8 ժամի հետո գնալու է հանգստանալու, մեկ ուրիշն է գալու։ Ունենք մենք այդ պարկը, ունենք այդ մարդիկ, այդ քանակությունը, խնդրեմ։ Եթե խոսքը վերաբերում է այս պայթերությամբ մենք չունենք։ Մենք գնալու ենք դրան, որ ունենանք։ Ինչ ճանապարհով կարաք ինձ ասենք աշխատավարձներ եք բարձրացնելու, ասենք ինչ մոտիվացիաներով եք դուք մարդկանց բերելու, որ իրանք գան հենց իմенно այդ տրանսպորտի մեջ աշխատեն։ Մտածեք, ոչ թե աշխատավարձն ենք բարձրացնելու, որ մարդը 7-ից ժամը 11-ը աշխատի, 23-ը աշխատի, այլ օրենքով նախ պետք է առաջնորդվենք, 8 ժամյա գրաֆիկը պետք է պահպանենք եւ հերթափոխող մարդիկ կարողանան աշխատել։ Իսկ հիմա գիտենք ոնց են աշխատում, մի բան էլ մեր հարգելի գործընկերները քաղաքացիական պայմանագրի իրենց 2021 թվականի նախընտրական խոստումներում նշել էին, որ տրանսպորտը պետք է լինի մինչև ժամը 24-ը, բայց այդպես էլ իրենք չկարողացան տրանսպորտը իրենց խոստումը իրականացնել, բայց վերջում էլ քաղաքապետի պաշտոնակատարը ժամանակավոր իր խոսքում նշում էր, որ գիտեք ինչ կա, ձմռանը պետք է աշխատի մինչև 10:30, ամռանը 11:30, եթե չեմ սխալվում, բայց իրենք մոռացել էին, որ 3 տարի առաջ բնակիչներին խոստացել էին, որ տրանսպորտը մինչև ժամը 24:00 կեսգիշեր պետք է աշխատեր։ Այդ ժամանակը մի ոգևորություն բոլոր, այս ինչ լավ բան են ասում, բայց մոռացել են, որ մինչև այդ ասել էին, որ մինչև 24:00 դե աշխատի։ Ես կարող է իրեն չէին ասել, որ մենք նման խոստում ենք տվել ու հերթական անգամ մեր խոստման տերը չենք եղել, ես իրեն դարձով չեմ մեղադրում, բայց կարելի է ուսումնասիրել, քանի որ այդ թիմի անդամ է արդեն դարձել ու ըստ այդմ դրանով առաջնորդվել։ Շատ լավ, ես կարամ հիմի երրորդ հարցը տամ, կանամ չտամ, երրորդս մի քիչ պրովոկացիոն է։ Խնդիր չկա։ Պրովոկացիա անեմ։ Հարցը պրովոկացիոն է, պատասխանել։ Okay, չէ, ես իմ ստիլի մեջ եմ դրա համար։ Այս ձեզ Բալասանյանների վրա շինծու էր, թե շինծու չէր։ Եթե այո, ինչու էր շինծու։ Շինծու է, թե շինծու չէ։ Քրեական գործը, որի բանով քաղաքապետին հանեցին, այս ամեն ինչ, այս process, դուք մեջն եք եղել process-ի։ Այս շինեցին մարդկանց գլխին, թե չէ, եթե շինեցին, ինչ մասով շինեցին։ Մարդիկ շատ մարդիկ են ուզում իմանալ դրա մասին։ Խնդրեմ։
Հիմա տեսեք, ես ձեր հարցին ըստ էության կպատասխանեմ, պրովոկացիա չկա այդ հարցի մեջ, նախ ինքը գնահատականը պետք է տա համապատասխան մարմինը, արկի քերե իրավական գնահատականը։ Ժամանակը ամերիկյան կանխավարկածը չխախտենք, ժամանակը ցույց կտա, թե ինչ գնահատական կտան։ Բայց ես այստեղ ինչ եմ ուզում ասել, իմ մի քանի անգամ էլ նաև ասել եմ, երբ որ հետ հայացք ենք գցում, 2021 թվականին հարց է տալիս մեզ, թե 2021 թվականի ինչի Պալասանյան դաշինքը մյուս ընդդիմադիր 3 ուժի հետ ուշագիր չկնկեց, չհամագործակցեց, որևէ ձևաչափով էլի կոալիցիա չարեց, բայց արեց քաղաքացիական պայմանագրի հետ։ Գալիս հասնում ենք 2 տարի հետո արդեն 2023 թվական ու քաղաքացիական պայմանագիրը հուշագիրը խզում է։ Երբ որ ես ավականուն իստին օրենքով սահմանված կարգով, ավականունը կանոնակ կարգով սահմանված էր հանրային հնչեղություն ունեցող հարցերը կարող ենք բերել օրակարգ ու քննարկել, որպեսզի հանրությունը իրազեկված լինի, ես նախաձեռնեցի, որին պետք է միանար 11 ավականու անդամներ ու հանրությունը իրազեկվի, թե լավ, ինչի համար է հուշագիրը խզվում։ Որովհետև ըստ էության քաղաքացիական պայմանագրի ներկայացրած պատճառաբանությունները պարզ չէր թե ինչի մասին է, կառավարվում է ստվերային եւ օրենքից դուրս։ Եղբայր, եթե օրենքից դուրս է կառավարվում, դիմեք համապատասխան մարմիններին թող զբաղվեն։ Եթե ստվեր կա, ինչ ստվերի մասին է խոսքը, էլի դիմեք համապատասխան մարմիններին թող զբաղվեն։ Մինչև որսել ցանկացած Գյումրեցու փողոցում եկեք իրար հետ դուրս գանք, հարցնեք դուք վերջը հասկացաք, թե ինչի խզվեց հուշագիրը, հարցի պատասխանը չկա։ Իրենք չմասնակցեցին այդ իմ նախաձեռնությանը ու այսպես բաց քննարկում չեղավ։ Անցավ 1 տարի, լուր Պալասանյան դաշինքի ավականու անդամները, բոլորը ու համայնքի ղեկավարը լուր մանդատները վայրդրեցին։ Ինչի եմ այսպես երկար ասում, որովհետեւ մեզ լսողները ավելի պատկերավոր ամեն ինչ տեղեկացված լինեն։ Հիմա այս ամեն ինչից հետո ես ինքս ինձ հարց եմ տալիս. կարող է 2021 թվականին էր հենց ճնշումներ եղել ու պրոցեսները գնում էին դեպի այնտեղ, որ իշխանությունը Գյումրիում զավթվի, ոնց որ հիմա է զավթվել։ Ես գոնե այդ կարծիքին եմ, որովհետև այդ ամեն ինչի մեջ ես եղել եմ, ես տեսել եմ, վերլուծում եմ, հասկանում եմ, որ այո, հենց այդ ձև շարունակաբար ուղղակի Գյումրին շատ բարդ էր իրենց համար, չկարողացան Ալավերդում, իդեպ Ալավերդում համայնքապետը ապրելու երկրի ներկայացուցիչներ մեկ հոգու կարողացան համոզել տանել իրենց կողմը ու Ալավերդում համայնքի Ձեր թիմագիծին տարան, ձեր թիմագիծին համոզեցին տարան։ Դե հա, մեր թիմագիծից Չունեք մտավախություն, որ հիմա է կարան ձեր թիմագիծին 1-2-ին քաշեն իրանց կողմ։ Այդպիսի մտավախություն յուրաքանչյուր ուժը կարող է ունենալ, բայց գոնե մեր պարագայում մենք հնարավորինս մեր ցուցակը այն ձևաչափով ենք կազմել, որ այդ ռիսկերը բացառենք։ Այսքանը երևի հարցում։ Շնորհակալություն մեր ընկերը Արամ ջան, եթե հնարավոր է մի հատ բաց ախպեր ջան, խնդրեմ հարցը դուր մեր պաստայանի հարց տվողները, այն էքսպերտները, հերթապա հարց տվող այն։ Հերթապան, հա։ Բարև ձեզ։ Խնդրեմ։ Բարև ձեզ Կարեն, բարև հայ ժողովուրդ։ Արսեն ջան, ինչպես միշտ։ Մեկ շատ հասարակ հարց։ Ձեր կուսակցության անունը ապրելու երկիր, եթե ես չեմ սխալվում։ Ինչքան ես հասկանում եմ, երբ որ կուսակցության անուն են ընտրում դնում, դրա մեջ դնում են ինչ-որ մի խորը բովանդակություն, էլի միտք։ Դա ինչ է նշանակում, ինչի են տերում ապրելու երկիր։ Այդ ասելով, ինչ նկատի ունի, ասենք, ձեր կուսակցությունը, որ ապրելու երկրից հետո դառնա ապրելու քաղաք, ապրելու գյուղ։ Իմ կարծիքով բառից արդեն պետք է պարզ լինել, հենց ինքը ապրելու είναι, այսինքն եթե մենք չենք ապահովում նվազագույն պայմանները մարդու համար ապրելու այդ նվազագույն պայմանները, մենք ցկտում ենք դեպի դրան։ Եվ այդ առումով նաև դա, այսպես ասեմ, կոչի ձևով է հնչելու ապրելու երկիրը հենց ապրելու բառի հետ է կապված, որ մենք
այն աշճանի բերենք հասնենք քաղաքը, համայնքը, երկիրը, որ մարդիկ իրենց լավը զգան այդ երկրում ապրելու համար։ Լավ, եթե մենք ելնենք դրանից, այսօր Գյումրի քաղաքին ինչն է պակասում ապրելու համար, լիովին կարգին կյանքով։ Մի քանի հատ կարակ նշեք պատճառ, որը այսօր գյումրեցիներին խանգարում է, ունենան այդ կոնկրետ ապրելու քաղաքը։ Գյումրեցիներին բազմաթիվ խնդիրներ կա Գյումրիում, որը անհրաժեշտ է կարգավորել, որպեսզի գյումրեցին իրեն կոմֆորտ զգա իր քաղաքում ապրելու համար։ Այդ խնդիրներից Ես նկատի ունեմ ձեր ֆոկուսները կոնկրետ, ասենք, ինչ ֆոկուսը, որ հարցերն են գտնվում կոնկրետ ձեր ֆոկուսում, ձեր որպես տեխնացուի կամ հետագա քաղաքապետի ու ձեր որպես կուսակցության։ մեր բոլոր հարցերն եք դեմ այսպես թվարկեմ, եւ տրանսպորտի հարցը, եւ փողոցների հարցը, եւ լուսավորության հարցը, եւ տնագների հարցը, բոլոր համայնքներին բնորոշ խնդիրներ կա Գյումրիում, բայց Գյումրիում ավելի արտահայտված խնդիրներ կա կապված երկրաշարժի հետ միանշանակ, դրա համար Գյումրիում ավելի ընդգծված է խնդիրները։ Իսկ մի հատ լրացուցիչ հարց sense երկրաշարժից ամենայնպես անցել են շատ տարիներ։ Ինչ եք կարծում օրինակ մեր Հայաստան Հանրապետությանը կամ Գյումրի քաղաքի ղեկավարությանը այդքան տարիների ընթացքում ինչը չհերիքեց, որպեսզի վերջնականապես վերացնեն երկրաշարժի հետևանքները։ Շատ լավ հարց։ Ինչը չհերիքեց։ Երևի կամքը։ Ու երևի չէ հենց կամքը։ Ինչի եմ այդպես ասում։ Օրինակ մենք ծրագրով ներկայացրել ենք կոնկրետ տնագների հարցը կարգավորելու համար ներդնել հիպոթեկային սոցիալական ծրագիր, ինչ է ինք իրենից ենթադրում։ Ինք իրենից ենթադրում է, որ պետությունը տնագներում բնակվողներին հիպոթեկով բնակարան է ձեռք բերում, գնում է տնագում բնակվող, իսկ այդ գումարը ամբողջությամբ վճարում է համայնքը եւ պետությունը, մեծ մասամբ պետությունը։ Հիմա մեզ լսողները կասեն, այդ մեծ գումարների մասին է խոսքը, խնդիր չկա, մեծ գումարների մասին է խոսքը, բայց եթե ինքը սոցիալական հիպոթեկային ծրագիր է, օրինակ թվերով խոսեք, որ մարդիկ ավելի լավ հասկանան։ 2500 տնակ եթե կա, 2000 տնակ է, օրինակ, միջին ասված $50,000 բնակարան է ձեռք բերելու, խոսքը վերաբերում 100 միլիոնի մասի։ Այդ 100 միլիոնը եթե պետությունը բաժանում է 20 տարվա, տարեկան 5 միլիոն է վճարել, իսկ այդ 5 միլիոնը պետության համար մեծ գումար չէ, բայց մենք անմիջապես այդ խնդիրը լուծում ենք։ Իսկ այս իշխանությունները 7 տարվա ընթացքում Գյումրիում այդ բազմաբնակարան շենք չեն կառուցել։ Գյումրիում այս 7 տարվա ընթացքում կառուցվել է 4 բազմաբնակարան շենք, արև ձեզ։ Գյումրիում այս 7 տարվա ընթացքում կառուցվել է 4 բազմաբնակարան շենք, այն էլ համահայկական հիմնադրամի միջոցներով։ Հիմա 7 տարվա մեջ պետությունը 1 կամ 2 բազմաբնակարան շենք չէր կարող կառուցել ձեր կազմով, կարող էր այդ գումարները հաստատ կային, չեն կառուցել, կամքը չկա։ Ես ճիշտ եմ, չէ հասկանում, որ համենայնդեպս այդ ձևի կառույցներ ստանալու համար դե անպայման մասնակցեր դրա մեջ պետական ապարատը։ Ես ունեմ հանրապետական, ասենք, կառավարությունը։ Հայաստանի կառավարությունը դրա մեջ դի մասնակցեր հատկացներ ինչ-որ մի ֆինանսներ։ Իհարկե, Ես հասկացա, ինչքանով ես հասկացա, այդ ձևի մասնակցությունը եղել է շատ թույլ։ Իհարկե։ Եթե պետության հարց կար, ասեք, պատասխանեմ։ Հա, վերջի 7 տարին ես հասկանում դուք նկատի ունեք 18 թվականից հետո։ Այո։ Իշխանությունները փոխվելուց հետո։ Այո։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։ Նարեկ ջան, բարև, մի հատ դեսես կարճ հարց տամ ու Նարեկ արդեն հարցը տա իրար, կարճ, կարաս Նարեկ շարունակես դաժե, մերը կարա նույն հարցը լինի։ Դուք հաստատում եք, որ ՔՊ-ն, քաղաքացիական պայմանագիրը 2021 թվականից հետո փաստացիորեն Գյումրիում եղել է իշխանության մաս, ինքը եղել է իշխանություն։ Ունեցել է պաշտոններ, ունեցել է հնարավորություններ, որ Գյումրին ունենա լավ ճամփեք, Գյումրին ունենա առանց դոմիկների Գյումրին ոչ մի խնդիր չունենա, այն ինչ որ իրանք այսօր ձեզ դրե գրել են ծրագրի մեջ, այդ ամեն ինչը իրականացնեն 21 թվականից։ Համաձայն եք դրա հետ, թե ոչ։
շները ստեղծված լինեն, կացարան կառուցված լինեն, թվարկենք էլի։ Իրանք իշխանություն եղել են, դուք եղել եք այդ ավականիների մեջ։ Իշխանություն են եղել, ճիշտ է, իրանք մասը։ Իհարկե, բայց իշխանություններին ձև են լինում։ Միասին կիսել են իշխանությունը։ Չէ, հիմա ուղղակի փորձում են պատասխանատվությունը, ես կներես ուրիշ բան եմ ասել։ 2 տարի իշխանություն են եղել, վերջի 1 տարին խանգարել են իշխանության աշխատելու։ Այո, այսինքն իրանք այսօր փորձում են ասել, դե ժողովուրդ, մենք ընդդիմություն ենք եղել, մենք ոչ մի հնարավորություն չենք ունեցել, տվեք Սարիգին, մեր Սարիգը գա, ժպիտով այս ամեն հարցերի լուծումը տա։ Հիմա ես դրա համար ձեզ եմ հարցնում, ես չեմ եղել ավականի։ Ես կուրսի չեմ, ինձ ասեք, ինքը եղել է իշխանություն։ Եթե ասում եք այո, այսինքն իրանք այսօր ծրագրով ուզում են պոպուլիզմով գան իշխանություն նորից դառնան, որպեսզի 4 տարի գործ չանեն։ Ես ճիշտ եմ հասկանում։ Ճիշտ եք հասկանում, ես հիմա փաստերով հիմնավորեմ։ Իրանք միանշանակ դա հարց չէ, հարցը ռետորական հարց է, պատասխանը հայտնի է բոլորիս, որ ինքս է թուղթ ունի ստորագրած որ իշխանություն էլի, պաշտոններ ունի պատասխանատվություն, բայց նույնիսկ մենք ես այսպեսի ձևակերպում էլ տվել եմ նաև, մենք երբ որ հարցեր ենք առաջ քաշում, իրատեսական, քաղաքի շահից բխող, որոշ հարցեր մերժվում էին։ Դե ասում ենք, ես ինչ եք անում, էլ դե մենք եք ասում են իշխանություն, կան ետերով զապիսները կան, էլ ավականում իստե հեռարձակվել է, եթե պետք լինի, այս խոսքերս հիմնավորելու կան։ Մենք ենք իշխանություն, մենք ենք որոշում, ես էլ ասում եմ, հա, շատ ճիշտ եք դուք եք իշխանություն, բայց ցավոք սրտի, որ դուք թվականագով մեծ եք, դուք հիմա ինչ եք իրականացնում, դուք մեծամասնությամբ դիկտատուրա եք իրականացնում, այսինքն մենք շատ ենք, ինչ ուզում ենք անում ենք, մեր ավականները շատ են, մի բան բերում ենք, ձեռքը բարձրացնում ենք, հա, գնաց։ Բայց երբ որ մենք իրատեսական ծրագրեր ենք առաջ քաշում, խնդիրներն ենք առաջ քաշում, դուք համաձայն չեք, դա հետո, այդ հարցը, հա, կարող է ասեն, հա, բայց հետո։ Նույն պոլիկլինիկայի հարցը Կառավարությունը 265 միլիոն դրամ է տրամադրելու պոլիկլինիկան, առաջի պոլիկլինիկան վերանորոգելու համար։ Բերեք տրամադրենք պոլիկլինիկան համայնքի ենթակայության շենք է, պատմամշակութային շենք է, բերեք տրամադրենք պոլիկլինիկային ինքը մարզպետարանի ենթակայության, էլի Գյումրիում համայնքային ենթակայության չէ բուժհաստատությունները։ Բերեք տրամադրենք պոլիկլինիկային անհադույց վարձ չմուծի թե կառավարությունը 265 միլիոն դրամի հատկացնելու վերնում։ Մենք ասենք խա խնդիր չկա, շատ լավ է, անհադույց տրամադրենք, վարձնեմ մի մեծ գումար չի 400,000 էր վարձը, մինչև այսօր էլի չեն էլ մուծում։ Էլի չարեցին այդ ծրագիրը, ինչի չարեցին։ Շատ լավ։ Կառավարության ծրագրի մեջ նշված էր դա, ինչի չարեցին։ Շատ լավ, շնորհակալություն իմ հարցին դուք Սպոպիչ, պատասխան տվիք ձեր կարծիքը որպես իրավաբանի էլի առաջին հերթին ինձ հետաքրքիր։ Նարեկ ջան, հարցաքննի աղբերս։ Ամբաստանյալ չի, բայց հարցաքննի ցավը տան։ Բարև բոլորի ժողովուրդ ջան, մերսի Արսեն ջան։ Գոլեգաներ եք, ողջունում եմ։ Ու մի հատ sense բան, էլ sense Երևանցկեն բիբար կրծող Երևանցու հարց տամ, էլի sense համել թեթևացնենք մի քիչ բանը մտնելորդը։ Հարգար ջան, ես այս հարցը բոլորին տալիս եմ, sense առաջինը sense թեթևից սկսենք ոնց։ Ինչ ասում եք, ոնց եք անում։ Ինչի համար եմ դա ասում, որտեղ ձեր նշած տարբերակները բոլորը կապված են կառավարության կողմից, ասենք ֆինանսների հետ։ Բայց քանի որ այսօրվա դրությամբ այսօր կառավարությունը չի հատկացնելու իմ կարծիքով այն բավարար միջոցները, որ դուք կարողանաք այդ արդյունքին հասնել, էդ էլ մի հատ ասեք ոնց եք անելու։ Շնորհակալ կլինեմ պատասխանի համար։ Ես էլ շնորհակալ եմ հարցի համար։ Ուրեմն Արեգ ջան, ըստ էության կառավարությունը չի կարող չհատկացնել։ Եթե կառավարությունը նման վարկագիծ դրսևորի, ուրեմն ինքը Գյումրու թշնամին է։ Եթե ինքը կուզի որ հայտնվի այդ թշնամու դիտակ, թող անի։ Կառավարությունը ինչ է անելու, չնայած ես ասեմ, ինչ է անելու։ Դոտացիա ու սուբվենցիա է տալու։ Ինչը չի տալու, չի տվել։ Այդ իշխանազավթումը կատարելու ժամանակ չի տվել։ Սուբվենցիոն մեր ավականու կողմից հաստատված սուբվենցիոն ծրագրերից, որ 30 հատ միկրոավտոբուս պիտի ձեռք բերեինք, չի հաստատել։ Երբ որ 20 երկրորդային փողոց պիտի ասֆալտապատվիր Գյումրիում 2024 թվականին,
շատ ուշ հաստատեց այդ սուբվենցիոն ծրագիրը, Աշունը հաստատեց, որ էլ հնարավոր չէր կործանել, ու հաստատեց ինչ ձև 1/3-ը 24 թվականին, որը չի սկսվել, 1/3-ը 25 թվականին ու 1/3-ը 26 թվականին։ Հա, ինքը փորձելու է նման գործելավոճ վերցնել, բայց արդեն արեպրձել է, էլ տեղ չունի։ Եթե շարունակի նման գործելավոճը, ինքը ոնց որ հիմա բոլորը մեկ կողմ են, ասում են ոչ մեկ ԿՊ-ի հետ ճանապարհ չունի գնալու, իրենք մեկ կողմ են, այս ամեն ինչ ամբողջ հանրապետությունով տեսել են ու իրենք հայտնվելու են ավելի վատ կարգավիճակում։ Բան չունեմ ասելու, սենց ասեմ էլի, որ ավելի հստակ կլինի, այդ ձգձգման process-ը դուք էլ ասենք, թե իրավաբանական ու ասենք դոկումենտացիայի հարցերը կարան հա ձգձգեն առանց պատճառաբանություններ, ճիշտ է, համամիտ եք իմեն։ Այսինքն այդ ձգձգման ընթացքում դրա դեմ պայքարը դուք ո՞նց եք տեսնում։ Լավ, ասենք ձեր տարբերակով լավ ծրագիր եք ներկայացնում, ասում եք, այսինչ բաներն ա պետք կոնկրետ այս բաները լուծելու համար։ Ու ձգձգվում է, ասում են, հա, շատ լավ բան եք ասում, բան սենց, էլի սովորական հոլի բանն է, էլի գնում։ Դրա դեմ, այսինքն հիմնական հարցը սենց դրան էլ վերաբերում, ես չեմ ասում, այդ ծրագրային ֆինանսավորումները չկան։ Կան, օրենքի վրա թղթով կան, օրենքով կա, բայց այդ չի գալի հասնում, այսինքն նպատակային չի։ Հիմա կոնկրետ գյումրեցիներին իմ կարծիքով կհետաքրքրի դրա դեմ գլխավոր պայքարի միջոցը ձեր մոտ որն առնելու։ Հա, էլի աչքից կընկնի, ասենք, բանը։ Այդ սրանից այն կողմ ես չնայած չեմ պատկերացնում էլ ոնց պետք է աչքից ընկնեն, բայց դե էլի։ Ես այստեղ կարևոր բան ասեմ ու պատասխանեմ։ Ես օրինակ բերեմ, մի հատ այդ օրինակի վրա սևեռվելով պատասխանեք։ Կիրովականի օրինակը ընտրվեց ընդդիմադիր քաղաքապետ 2 տարիս էս պահեցին, հետո ԺՊ նշանակեցին, այսօր քաղաքապետը իրանցն է։ Հա, Միանշանակ։ Քաղաքապետը իրանցն է, հա, ես դրա համար հենց այդ էի ասում, ես մի հատ պատասխանատու շատ պատասխանատու բան եմ ասելու։ Եթե ես եմ համայնքի ղեկավարը, ես միանշանակ փորձելու եմ ցանկացած միջոցներով, եթե այդպես թշնամաբար է տրամադրվելու կառավարությունը Գյումրու նկատմամբ, ցանկացած միջոցներով ճնշում գործադրել կառավարության վրա, որ ինքը չկարողանա նման գործելավոճ որտեղ գրի։ Այդ ցանկացած միջոցը կարող եք ասել որն է, այդպես կենացային բան չասեմ, էլի։ Այդ ցանկացած միջոցներից մեկը կլինի նա, որ ես կհանդիպեմ Հայաստանում բոլոր դեսպանների հետ։ Կասեմ, որ նման մոտեցում է որտեղ գրել մեր կառավարությունը մեր նկատմամբ։ Հնարավորինս կհրապարակայնացնեմ այդ ամեն ինչը։ Բայց մինչև այդ ես կփորձեմ եզրեր գտնել կառավարության հետ, այստեղ մի քիչ նաև եւ գիտելիքն է պետք մարդու, եւ հեղինակությունն է պետք մարդու, որպեսզի կարողանա այդ ամեն ինչը կյանքի կոչել։ Ես էլի եմ ասում, ցանկացած ձևաչափով կփորձեմ իշա քաղաքի այդ խնդիրները լուծել։ Եթե ինձ մոտ դա չստացվի, տեսեք պատասխանատու հայտարարում, ես հրաժարական կտամ, որովհետև ես իրավունք չունեմ քաղաքը տանել ճգնաժամի, իսկ թե այդ հրաժարականից հետո Գյումրու բնակիչը այդ նույն կառավարության տեխնազուին թվե կդա թե չի տա, արդեն այդ ժամանակը ցույց կտա ու իրենք կտեսնեն կդա թե չի տա։ Ու բերեք չմոռանանք, որ մենք 2026 թվականին ունենք նաև ազգային ժողովի ընտրություններ ու կառավարությունը եթե կփորձի նման գործելավոճ որտեղ գրել, ինքը շատ մեծ գին կվճարի դրա համար։ Մեկ էլ մի հարց էլ Արսեն ջան, եթե կարելի է իհարկե, մեկ կարճ հարց տամ ու բան անենք, էլի։ Ինձ մեկ էլ սենց բան է հետաքրքրում ձեր կոնկրետ քաղաքային զարգացման տեսլականը որն առնելու, որտեվ տեխնացուներին էլի հարցրեցինք, մնացած որ եկել են, ասացին տուրիզմը, ինչ որ սենց կոպիտ ասեմ, շաբլոն բաներ, սենց իմ համար դա շաբլոն է, որտեվ բոլորը գիտեն որ տուրիզմը կա։ Ալտերնատիվ ինչ մտքեր կան, եթե կան կիսվեք մարդիկ կիմանան, էլի բացի տուրիզմը, այդ տուրիզմը, որտեղ հենց կենտրոնացած կորիզ է դարել, ես ուզում եմ ձեր կողմից, չգիտեմ, իմ կարծիքով այլընտրակ կունենաք, էլի ասելու։ Շնորհակալ եմ։ Իրականում դուք ճիշտ եք, տուրիզմը պետք չէ անտեսել, բայց ցավոք սրտի այսօր մեր մոտ տուրիզմը ավելի շատ հետընթաց է ապրում, քան առաջընթաց։ Տուրիզմը վերածվել է Գյումրիում էքսկուրսիայի, որի համար անհրաժեշտ է
որոշակի քայլեր անել, որ հենց տուրիզմ լինի, ոչ թե էքսկուրսիա։ Միանշանակ մենք Գյումրին եղել է արդյունաբերական կենտրոն եւ այսպես ավագ սերունդը նաեւ նոստալգիա ունի այդ ամեն ինչի նկատմամբ, որ բոլորն էլ ուզում են էլի լինի արդյունաբերական կենտրոն, ինքս էլ ուզում եմ լինի արդյունաբերական կենտրոն, իհարկե, բայց հաշվի առնելով պատճառները, թե հնարավոր է թե չէ, հայտնի պատճառներ եւ ճանապարհը փակ է, երկաթգիծը հնարավոր չէ, Ռուսաստան մենք չունենք երկաթգծով կապ եւ այլն, հնարավորինս էլի արդյունաբերությանը զարկ տալ ու այդ թեթև արդյունաբերությունը հիմա մի փոքր շնչում է Գյումրիում, կան գործարաններ, կան փոքր ֆաբրիկաներ, ովքեր թեթև արդյունաբերությամբ են զբաղվում, մենք պետք է փորձենք այդ մարդկանց համոզել, որպեսզի կան եւ Գյումրիում իրենց բիզնեսը տեղափոխեն Գյումրիում ստեղծվի այդ ամեն ինչը, որը հնարավոր է արկա կոմունիկացիաներով արտահանել։ Կոնկրետ թեթև արդյունաբերությունը հնարավոր է եւ այստեղ մասնագետները, բավարար մասնագետներ կան, նաեւ երիտասարդ սերունդն է արդեն որ կա այդ գործարանները, այսպես ֆաբրիկաները, արդեն ահագին պատրաստված մասնագետներ ունենք, այդ սերնդափոխությունը անդադ կատարվում է։ Իսկ մենք ունենք նաեւ մասնագետներ, որոնք նախկինում աշխատել են սովետական տարիներին գործարաններում, այդ չունենալով այդ գործարանները արդեն երիտասարդ սերունդ չունենք, որ նույնիսկ ստեղծվել այդ պոտենցիալը չկա աշխատելու շատ բարդ իրավիճակի առջև ենք կանգնելու։ Հասկանալի է, շնորհակալ եմ ձեզ Արսեն ջան, շնորհակալ եմ։ Շնորհակալ Նարեկ ջան, շնորհակալ եմ ախպերս։ Մերսի։ Լավ ցավը տամ։ Խաչիկ ջան, կարաս բացես առանց պրելյուդիա միանգամից հարցը տաս։ Գիտեմ որ պատրաստված ես եկել։ Բարև բոլորին։ Բարև։ Արև ձեզ։ Ես հարցս քանի որ դուք աշխատել եք պետական ապարատում, միգուցե պարզեք իմ համար, ԿՊ-ն եկավ կառավարություն խոստալով Հայաստանը ստվերից անել, դա իմ հասկանալով մինիմում դուբլում էինք մեր բյուջեն, մի հատ էլ առաջի 3 ղեկավարները 6 միլիարդ արտաքին պարտք ունեն, 6 էլ Նիկոլ Փաշինյանը եկալավ, այսինքն 3-ին 1, 3 անգամ էլ այդտեղ շատ փող, ես հասկանում եմ, որ կյանքը պետքա լավանար մի քանի անգամով, ոչ թե կլուբնիկով կամ ինչ-որ միտեղ ասֆալտով մի երկու հատ դպրոց վերանորոգելով։ Դուք կարաք մեզի ինչ-որ մի բան ասեք, ուր է այդ փողերը, իրոք բյուջեն մի քանի անգամ կառավարության բարձրացավ, իրանց շնորհիվ, իրանց այսպես կոչված հեղափոխության, եւ եթե իրոք բյուջեն մեծացել է, ինչի մենք չենք զգում մեր կյանքը մի քանի անգամ ավելի լավ։ Խնդրեմ։ Խաչիկ ջան, ըստ էության երևի դուք է ձեր հարցին պատասխանեցիք, ինչի մենք չենք զգում, իրականում այդ հարցը բոլորն է տալիս է, թե ինչի մենք մեր վրա չենք զգում, որ կյանքը ավելի լավ է դարձել, հակառակ ավելի վատ է դարձել, բիզնեսները փակվում են, մարդիկ գնողունակությունը ընկել է, թե այդ փողերը ուր է, ես չեմ կարող ասել, կարող եմ ենթադրել։ Այսինքն ձեր պրակտիկայում չեք տեսել ուր է գնում այդ փողերը։ Հա, եթե դուք ի նկատի ունիք իմ պետական կառավարման համակարգում աշխատելու ժամանակացվածը, հա, ես աշխատել եմ սոցիալական ոլորտում, մենք թոշակ ենք նշանակել, նպաստ ենք նշանակել, այդտեղ Հենց հարցս ավելի կոնկրետացնեմ։ Իս շնորհիվ ԿՊ-ի կառավարության թոշակի ֆոնդը մի քանի անգամով բարձրացել է, թե ոչ, եթե այո բարձրացել է, ինչի թոշակները մի քանի անգամ չեն բարձրացել, այլ մի քանի հազարով։ Իհարկե չի բարձրացել, 5000 դրամ է բարձրացել, ինչ է բարձրացել։ Միգուցե մեզ խաբել են, որ ստվեր ա եղել։
թե ստվերը ոնց կար տենց էլ իրանց տակ մնացել է, ուղղակի սրա ջեբից նրա ջեբա գնացել։ Լավ ասեցի, Գյումրիում էս տվեր կար, որ իշխան հուշագիրը խզեցին, էլ փաստորեն այդ բառը իրանց մոտ լավ ստացվում է, այդ բառը։ Այսինքն ամբողջը մանիպուլյացիա է, ժողովուրդն էլ հավատացել է, բայց ռեզուլտատ 0, մինուս, Այո, այսինքն իրանք այդ բառերը շարժելով ժողովրդի հուզականության վրա աշխատելով հիմա էլ ինչպես գիտեք մի քանի օր առաջ այստեղ չէ բայց ցավալի է որ դեռ դա Խաչիկ ջան, թող մի հատ հարցի պատասխանը։ Ես անջատեմ։ ու այստեղ էլի կերգի Խաչիկ ջան, այստեղ գողացված, թալանված եւ այլ էլի նույն այդ հնացած, բայց իրենց համար Լավ, շատ է ԿՊ-ին բանանը։ Մի րոպե, այսօր տենց է նորից ասնեմ իմ գործին պրովոկացիոն հարցտամ։ Неужели ԿՊ-ն սաղ պրավալ է տվել։ Մի հատ տեղ կա, որ դու գտնում ես, որ իրանք այստեղ երկրի մասշտաբով, թե քաղաքի մասշտաբով, այստեղ իրանք հաջողեցրել են։ Չի կարա չէ լրիվ պրավալ լինի ժողովուրդ։ Մենք պրավալները ցույց ենք տալի, լավ ենք անում, ընդդիմություն ենք ցույց ենք տալի, որ աշխատեն կամ օգնենք, աշխատենք։ Բայց չկա չէ որ вообще պրավալ են տվել։ Մի հատ բան կնշես, որ դեռ իրանք հաջողեցրել են։ Խնդրեմ։ Ես քաղաքի մագարտակով նշեմ։ Ոնց ուզում ես հայատի մագարտակով սա։ Չէ, Գյումրում քաղաքի մագարտակով նշեմ։ Ոչ մի բան էլ չեն հաջողեցրել 2 տարվա ընթացքում։ Ոչ մի բան։ Իրենք իրենց մեջ համերաշխ չեն եղել, եթե համերաշխ չեն, ոնց կարող է մի բան Արգանքներս։ Սպասի Սերգեյ ջան, սպասի քեզ խոսք կտանք, բարև։ ոնց կարող է եթե մի համերաշխություն չկա, սկսած ընտանիքից, բագից, քաղաքից, պետությունից, ոնց կարող է դե մի բան հաջողել։ Այդքան։ Շատ լավ, ես դուք ուղղակի դուք գործող ավական անդամ եք, բավականին ժամանակ ինչ որ պաշտոններ զբաղեցրած եք, ես օրինակ որ շատ փնտրեմ մանգամ, մի երկու բան կգտնեմ, որ իրաց մոտ հաջողվել է, ուղղակի ես իմенно թիրախավորում եմ այն բաները, որը Հայաստանի անվտանգության հետ է կապված, դրա համար չեմ մգնում, այն մնացածը, որ երրորդ տականը կամ չորրորդ տականը, որ իրաց մոտ ստացվել է։ Սերգեյ ջան, բարև ձեզ, խնդրեմ, ձեզ խոսքը կարաք հարցը ձեր աղեք։ Գնաց Սերգեյը, չհասկացա ինչի, բայց գնաց, не существует такого пользователя։ Շատ լավ, ուրեմն ես կդամ հաջորդ հարցը, մինչև մյուս օրը բարձրանա։ Տեսեք Կարեն ջան, ես ավելի ստույգ, դուք կարաք հնչեցնեք ընդդիմադիր ճագերտավոր կամ առանց ճագերտավոր խմբերի դաշինքների կամ կուսակցությունների, որ այսօր մասնակցում են, որ հաստատ չեք համագործակցի իրանց հետ, որովհետև դուք իրանց համարում եք ԿՊ-ի արբանյակներ օրինակ։ Մենակ խնդրում եմ էլի իմ մոտ մի քիչ ծածկրիտի խոսացեք, այդտեղ բան չկա պայելու։ Եթե ուզում եք ինչ-որ գործ անեք, պրամոյ ասա, կանա տեսնել, կարաս անուն չտաս։ Կանա տեսնել, որ հենց իրանց արբանյակներ են, որ վաղը հենց ընդրությունը պրծավ, հաստատ իրանք իրար ձեռ են սեղմելու։ Դուք այդպես ուժեր տեսնում եք։ Տես Արսեն ջան, ես ինչ խոսում եմ, անկեղծ եմ խոսում։ Չեմ էլ կարող ուրիշ ձև խոսել։ Առնվազը երկու ուժ ինձ համար կասկածելի է։ Չեմ խոսում տեխնազուների մասին, կարող եմ խոսել, բայց չեմ ուզի խոսել։ Բայց ինձ համար կասկածել է։ Ես հիմա իրավունք չունեմ, իրենք հարդարություններ են տարածում, որ ԿՊ-ի հետ չեն համագործակցելու, ԿՊ-ի հետ ճանապարհ չկա գնալու, ես իրավունք չունեմ կասկածելու։ Իրենց խոսքը տեխնազուներին նկատի ունեմ, բայց կան ուժեր այդ խմբի մեջ, որոնց ես կասկածում եմ։ Հիմա այդ ամեն ինչի ժամանակը պատասխանը կտա։ Լավ, ժամանակի մասին է խոսքը, լավ, մեր հյուրը նորից բան արել, երկրորդ շանսը տանք Սերգեյին։ Սերգեյ ջան, խնդրանքս էլի եղբայր, ուշադիր եղի ինտերնետից, որ քեզ դուրս չգցի էլի եղբայր, ուղիղ եթեր, խնդրեմ, դեմքդ բաց Սերգեյ ջան։ Ես ոնց հասկացա մեր ընդդիմադիր դաշտից է, Սարիգի կոմունագիստներից է, խնդրեմ հարցը տուր Սերգեյ ջան։ Մեր մոտ անխտիր բոլորը տեղ ունեն, ասա։ Մենակ մի ծխի չբլոկեն իմ աղբեր։ Սա, ասա, հարցը տուր աղբեր ջան։ Աղբեր ես Արսեն ջան, բարեգում բոլորին։ Ես ոչ Սարիգի կողմագից եմ, ոչ Ղուգասյանի կողմագից եմ, ոչ մնացածի կողմագից եմ։ Ես հասարակ մարդ եմ, որ նոր այսօրվա դարությամբ թե Գյումրիում գալի, թե Երևանում գալի, մտահոգ եմ ամեն մի խնդրի։
Ես լիժբը ես մենամ Գյումրի գծեդև դու լավ գիտեք էդի դեղերը թե Արսենը թե մեր տեխնատու Իհարկե ախպեր ես քեզի մի հատ հարց ունեմ տալու դու ասում էիր որ ավականի աշխատել ես ճիշտ է ավակ խիա 18 թվից էս կողմ միշտ եղել մարդիկ որ խառնվել են ու իրան շահերն են առաջ տարել ու parել են քեփեականների տակ կաներես էսենց գրուպի ասելու համար բայց այտենց է եղել Հարցը թստակից Ճիշտ ասած ձայնդ կդրտում էր Սերգեյ ջան, ես ճիշտ հասկացա ոնց եղավ որ 18 թվականից հետո մարդիկ եղան, որ իրանք շահերից են մենակ առաջնորդում բանը լինելով ավականի առաջնորդում իրան շահերից ահա տո էստեղ են տո տաշտագի մի կողմն են տո էս կողմն են Էդի առաջի կողմնորոշված, խնդրեմ թողեք պատասխանը հետո երկրորդ հարցը տակ որտե Երևի կապի խնդիր ունի առաջին հարցը ինձ թվում է դենց է ավականների շատերը իրանք շահերի համար են ավականի եղել ու մեկ քպականների պարն են պարել մեկ ուրիշների պարն են պարել երևի թե դենց եթե կուզեք պատասխանեք Ես կպատասխանեմ իրականում կոնկրետ եթե դեպքով ասել մեզ չգիտեմ ում մասին է խոսքը ինչ է ասում գոնե ինձ համար նման մարդիկ ընդունելի չեն այսինքն այն սկզբունքն էին ասում որ աշխատել ով տեր իրենք ծառա հիմա էլ կան մարդիկ օրելի տեսնում ենք այս process-ների մեջ ման են գալիս տեր են ման գալիս որ իրենք էլի ծառա մնան աստված իրենց հետ ժողովուրդը ամեն ինչ տեսնում հասկանում է իր գնահատականը կտա այդքան էս կարող եմ ասել թե չէ ուրիշների արարքներին ես ինչ ասեմ Ես իրավունք չունեմ մարդկանց չհանելու, իրավունք չտամ հարցերը տալու։ Ով ուզում է լինի, ում կողմնակիցը ուզում է լինի, եթե կոռեկտության մեջ է։ Ես մեկ անգամ եւս նորից ուզում եմ մի հատ բան հնչեցնեմ, Թուրք Կարեն ջան, մի հատ կարճ հայտարարություն անեմ։ Անկախ նրանից, անկախ հայացքներից, անկախ մեր քաղաքական ուղղվածություններից, անկախ նրանից թե ով ինչ դաշտում է, անդիմադիր թե դիմադիր, իշխանություն թե անդիմադիր։ Ես խնդրում եմ բոլորդ միաժամանակ հասկանաք։ Մենք ունենք բոլորս մեկ հայրենիք, տեսլականները տարբեր են։ Մենք իրար թշնամիներ չեն կարող լինել։ Կան ծրագրով եկած թշնամիներ ու դավաճաններ, իսկ կան շատ խորը չմտածողներ, հավատացողներ։ Այդ մարդկանց հետ մենք պիտի նորից կյանք ապրենք։ Բոլոր ձեր խոսույթների մեջ թշնամանք չտարածեք։ Սև ու սպիտակը մեր ճանապարհը չի։ Հաստատ իմացեք։ Մենք համ սև ենք, համ սպիտակ ենք, բայց մեր գույնը եռագույնն է, ժողովուրդ։ Սա հիշեք։ Իմ համար կա Սարիկ Մինասյան քաղաքի տղա ու կա Սարիկ Մինասյան ՔՊ-ի անդամ։ Ես իրան տեսնում եմ ՔՊ-ի շրջանակներում։ Ես իրան տեսնում եմ Նիկոլ Փաշինյանի ծրագրի ընդունած մարդ, որին ես համարում եմ իմ համար քաղաքական անընդունելի, ընդամենը ինքը իմ թշնամին չէ, ես իրան չեմ ուզում վատը տեսնեմ, չեմ ուզում ավտոն խփին, չեմ ուզում ոչինչ անա, ոչ մի դες վատ բան չեմ ուզում։ Ուզում եմ հաջողակ լինի, ուզում եմ որ ինքը ընտանիքին լավ հայր լինի, հեսա այդ ամեն ինչը ուզում եմ հարգված լինի եւ այլ, բայց երբ մտնում եք քաղաքական դաշտ, ես իր հետ ճանապարհ անգամ մի մետր անցնելու չունեմ։ Այդ է խնդիրը։ Մի քննադատեք մեկը մյուսից անձնական վիրավորանքի հասցնելով։ Կա ՔՊ-ի վերքնախավ, սա լավ հիշեք։ Վերքնախավ։ Դրա արանքը ոչ մեկ չկա, նոր կա հասարակ ժողովուրդ։ Միշտ հաշվի առեք։ Խնդրեմ Կարեն ջան, կներեք ուղղակի տագի չաթի գրածի հետ ուզեցա մի հատ էս բանով անդրադառնամ։ Արամ ջան, եթե հարց ունես, խնդրեմ, բաց հարցը դուր։ Կա մի հատ հարց, կարամ տամ, կարակ չպատասխանեք, շատ հասարակ հարց է, կյանքից։ Դե ես հասկանում եմ, որ քաղաքապետ, ավականի, դա իհարկե աշխատանք է, բայց դուք այսօր ինչ-որ մի բանով ձեր մի կտոր հացը աշխատում եք, չէ։ Ինձ հետաքրքիր է, ինչով եք ընդհանրապես զբաղվում։ Մասնագիտությունը ես լսեցի, իսկ որպես, ասենք, գործ մի կտոր հաց վաստակելու հնարավորությունը այսօր ձեր որն է, ինչով եք զբաղվում։ Այս պահին ոչինչով, այս պահին քաղաքագարությամբ եմ զբաղվում։
Ես pedagogan ոլորտում էլ ասեմ, pedagogan ոլորտում աշխատելուց հետո աշխատել եմ հիմնադրամում։ Հիմա հենց այս բան չեմ աշխատում ու նպատակով չեմ աշխատում, որովհետեւ ամբողջությամբ այս գտնալով որ ընդրություն է աշխատանք եւ առաջարկներ ստացել եմ եւ կան նաեւ որ կարող եմ ինքս էլ դիմելու ու ունենալ այդ աշխատանքը, այս բանին ես ամբողջությամբ լծված եմ քաղաքականությամբ, եթե կստացվի քաղաքական պաշտոն զբաղեցնել կունենանք, եթե չէ կասնենք մեր մասնագիտական կոորդինացիան։ Հասկացա։ Մի խոսքով դուք թողել եք կոնկրետ ասենք ինչ որ գործունեությունը գործի մոմենտով, որովհետև հենց այս բանին չեմ աշխատում, այո։ Հասկանալի։ Լավ, հասկացա, մի քիչ ԿՓ-ի մի քիչ բան լինեմ, ասա։ Ոնց էր անում։ Իշխանությունը մի քիչ advokatություն անեմ, քանի որ դուք ունեք, ես հասկացա փաստաբանական, չէ, ուսում Իրավաբանական եք յուրիստ, իրավաբանական։ Աստաբան չեմ իրավաբան։ Ես էլ դառնամ մի քիչ advocat ԿՊ-ին։ Օրինակ, տեսեք, ինչպես է գնահատում, չէ, սպասի։ Ես չեմ վերցնում արտաքին քաղաքականությունը, պետական մասշտաբի հարցերը, վերցնում ուղղակի կենցաղային մոմենտներ եւ այլն։ Դուք ասեք, որ դուք Գյումրիում չեք նկատում ընդհանրապես ոչ մի առաջընթաց։ Այսօր Գյումրիում առաջվեպես հնարավոր է ստանալ վարորդական իրավունք, ոնց որ առաջ էր հնարավոր։ Թե դա փոխվել է Գյումրիում ինչ որ ձևի։ Առաջ ոնց է եղել, որ ես հարցնում։ Ասեմ առաջ ոնց էր։ Զանգում էի ընկերոջս, ընկերը զանգում էր ընկերոջը, գնում էի ստանում էի այս ձևի։ Իսկ հիմա ես պիտի գնամ Հիմա որ զանգում եք ձեր ընկերոջը, հիմա որ զանգում եք ձեր ընկերոջը չի լինում։ Չէ, հիմա որ զանգեմ իմ ընկերոջ, իմ ընկերը զանգի իր ընկերոջ, ինքը պիտի զանգի իմ ընկերոջը, այն մեկին ունեթի եթե հնարավոր է Կարծեմ մի քիչ բարտացել է հիմա մի քիչ։ Համել շատ ուժեղ թանկացել է։ Արամ ջան, պատասխանիկ ձեր հարց։ Ասեմ, չէ, տեսեք, չէ, նայեք։ Ես օրինակ փորձել եմ ասենք այդ մի վարորդական իրավունքի մոմենտը ու եկել եմ այն եզրակացության, դաժե իմ ընկերների միջոցով բանով, որ իմ միակ ճանապարհը նա է, որ ես գտողի գնամ ու կոնկրետ հանձնեմ քննություն։ Ասենք ես գնացի այդ կենտրոնը, որտեղ որ կտրոններով բաներով վերցնում ես կտրոնը, գնում ես ասենք տեսուչի մոտ, նշանակում է ինչ որ ժամանակ, բան եւ այլն հանձնում ես ու ասենք իմ համար օրինակ կենցաղում կոնկրետ մարդկանց կենցաղում ես այդ քայլը օրինակ հաշվում եմ առաջընթաց օրինակ որպես կենցաղ նու կարամ ասեմ այդ հարցով սահման չես պայի իհարկե այդ հարցով տշնամի չես հաղթի ես դրա համար բաժանեցի ասենք էլի այստեղ ուղղակի այն կողմից որ Արսենի ասածով ասենք կա ինչ որ առաջընթացներ որոնք իհարկե անպայման չի որ փոխվի արտաքին քաղաքականությունը փոխվի երկրի սահմաններ, որպեսզի այդ հարցերը որոշվեն։ Ու կարամ նշեմ, որ այդ հարցերով չես կարող ճակատագրական հարցեր որոշես, կամ որոշես պետության տեղը։ Հիմա չիմացա ես հիմա դատապարտող դառա, թե advocat չհասկացա այս մոմենտին։ Երկուսն իրար հետ, Արամ ջան։ Ես ձեր ոճը շատ հետաքրքիր է, ես հասկանում եմ դուք ինչ եք անում։ Եթե մենք գնում ենք քաղաքականության, դուք պատասխանում եք ինչ որ հարցի, հա։ Կարճ ռեպլիկի ձևով, մեկ անգամ փոքր հետևել եմ ձեզ, հասկացել եմ արդեն, ողջունում եմ իրոք ձեր ոճը, Արսենի ոճը խիստ, հետևողական, շատ լավ է վարում Արսեն ջան, իրոք։ Ես նկատի ունեի կոնկրետ քաղաքապետարանի համայնքի հետագայության այդ ամեն ոլորտի իր գործառույթների շրջանակը։ Եթե իհարկե եթե կա նման բան, ողջունելի է, բայց այն պրոցեսները կոնկրետ եթե խոսում ենք վարորդական իրավունքից, այն պրոցեսները, որ մարդիկ քանի անգամ ու քանի երրորդ անգամ վերջում հասկանում ես ոնց եղավ, ոնց չեղավ, դա էլ կա, ես չեմ ուզում հիմա այնպես բաներ խոսալ, որ ենթադրությունների դաշտից լինի, բայց եթե որևէ մի բան կարող փոփոխվել է, միանշանակ մենք կողջունենք։ Միանշանակ, ինչ է եղել։ Կարեն ջան, եկա ես։ Կարող է։ Այ։ Մի հատ դիսյատկա հարց եմ տալու, ճիշտ է, ինքը դիսյատկա մի քիչ տխուր թեմա է։ Մեր համար ոչ այդքան սիրելի։ Ասեմ ինչի։ Ռուբեն Վարդանյանը ձեր կուսակցության, ինչքան գիտեմ, ստեղծողն է, ինքն է ստեղծել այս կուսակցությունը,
ճիշտ է, ինքն է Ինքը մեր ֆինանսավորում։ գործընկերն է, ինքը չի ստեղծել, Հա։ ինքը մեր գործընկերն է, հա։ Հա, դուք ուղեք, եթե ես ինչ-որ բան, որովհետև շատ կոնկրետ չեմ ուսումնասիրել, բայց ականջիս հասել են այս բաներ։ Տեսեք, Ռուբեն Վարդանյանը այսօր Բաքվի բերդում է։ Ինչ որ չափով իր մեղավորությունն է, իր որոշումն է եղել, ինչ որ չափով Հայաստանի Հանրապետության ղեկավարության ոչ այդքան շատ ասենց մտահոգության հետևանքով է սա եղել, սխալ հաշվարկների, այսինքն տարբեր հազարավոր պատճառների գոյացման բանով ինքը այսօրվա դրությամբ այն որ ասում է շատ մեծ մարդկանց ովքեր սխալներ են գործել Արցախի բանով թուրքերը փորձում են այդ սխալները որ մենք գործել ենք Արցախը պատասխանատվությունը դնել Ռուբեն Վարդանյանի մնացած տղաների վրա գեներալների եւ այլն։ Ես այսօր իմ կարծիքն եմ ասում, ես մի քանի շաբաթ առաջ, մի շաբաթ 10 օր առաջ իմ եթերներից մեկում ասացի որ որպես մարդ հայ ես ամբողջովին կիսում եմ այն մտահոգությունները, որ իմ ազգս այսօր ունի Ռուբեն Վարդանյանի հետ կապված եւ մնացածների հետ կապված, որ իր դեմքից է երևում, որ իր հայացքից, իր խոսքերից է երևում, որ ինքը իրոք հային սիրող, իրոք Հայաստանը սիրող ազնվորություն է, չնայած նրան, որ ես իր ասած, երբ որ ինքը այն ժամանակ հələ Բաքվում չէր, ասած ճանապարհակարդեզի հետ համաձայն չէի 99%-ով։ Տեսեք ինչ եմ ասում, ինքը լավ հայ է։ Ինչ է նկատի ունես։ Ես կասեմ անպայման։ Չեմ ուզում ուղղակի հիմի այդ թեժ բանավեճի վերածվի իր ասածները, քանի որ ինքը ներկայային ավելի շատ աջակցության կարիք ունի, քան քննադատության։ Մենք իրար հետ առանձին Կարեն ջան խոսենք, ես ձեզ առանձին կասեմ։ Ինչ նկատի ունեմ ես, բայց կուզենամ իմ աջակցության եւ իմ ընկերների աջակցության խոսքը ասեմ Ռուբեն Վարդանյանին ու ասեմ, որ ինքը այսօր օրինակելի հայ է, որովհետեւ երդասարդ ծերունդը այդ օրինակի վրա սովորացնի իր բալեկին, թե ոնց է պետք իրան պայել անգամ թուրքի ճիրախում։ Աստված իրան պահապան ու մենք էլ ինչ հնարավորություն ունենք, բարձրաձայնում ենք, դրա մասին խոսում ենք, փոքր մարդ ենք, բայց դե փոքր ձևի անում ենք։ Այստեղից հարց է ծագում Ռուբեն Վարդանյանը ինչքանով էր ֆինանսավորում այս կուսակցությունը ու այսօրվա իր չգտնվելը ինչ որ ձևի ազդում է այդ ֆինանսավորման վրա ընդհանրապես կուսակցությունը որտեղից է սնվում ինչ ռեսուրսներով մենակ չասեք էլի ժողովուրդը հավաքում փողը տալը որովհետև ես անձամբ իմ մոտ որ միշտ չի ստացվում այդ ժողովրդի այդ հարցը լուծել ես չեմ հասկանում թե ոնց է մնացածի մոտ ստացվում խնդրեմ հիմա այդ հարցին պատասխանեք որտեղից է ֆինանսավորվում ապրելու երկիր կուսակցությունը որտեղից է դուք կազմակերպում այստեղ քարոզարշավը խնդրեմ Եթե խոսքը վերաբերում է քարոզարշավին կոնկրետ կպատասխանեմ մենք հիմնադրամի միջոցներով ապրելու հիմնադրամի միջոցներով է քարոզարշավը իրականացնում այդ հիմնադրամը ովքեր որ ներդրու հանգանակություններ են արել միանշանակ դրանով է իրականացնում ես չեմ կարող Եթե խոսքը վերաբերում է կոնկրետ թվերի թե Ռուբեն Վարդանյանի կոնկրետ ինչ ֆինանսական աջակցություն է, թե կոնկրետ ինչ հիմնադրամում է, ես չեմ կարող ասել, բայց որ ինքը մեր գործընկերն է, բայց որ ինքը Հայաստանը զարգացնելու, շենացնելու ծրագրեր ուներ, որը նաև մեր մոտիվացիան է եղել ընդգրկվել այս process-ի մեջ ու ուզեցել ենք որ այո մեր դեմքով գիտագից մարդկանց, հայրենասեր մարդկանց դեմքով այդ ծրագրերը կյանքի կոչել միանշանակ դա փաստ է եւ շատ շնորհակալություն որ ճիշտ մոտեցում կա ձեր կողմից Արսեն ջան որ անկախ ամեն ինչից այդտեղ գտնվող յուրաքանչյուր հայ անաբախ պետք է ազատ արձակվի ու գտնվի իր հայրենի հողում անկախ թե ինչ ով ինչ պատկերացումներ ունի սուտ ճիշտ եւ այլն եթե կա որևէ մեկը որ պետք է դատվի քննադատվի եւ այլն դա պետք է լինի միայն հայոց հողի վրա ոչ թե թշնամու հողի վրա իրենք բոլորը որքան հնարավոր է շուտ պետք է գտնվեն Հայաստանում Այո, համամիտ եմ ձեր հետ, եթե հնարավորություն կունենաք ընտանիքի հետ շփվելու կամ իրեն մերձավորների հետ, փոխանցեք իմ կողմից եւ 310 հոգի հիմա տեսնում եմ, բայց իրանք հազարավոր են, մեր մտահոգությունները, որ թուրքը կարող է հային դադի, իսկ հայերը քեֆ անեն, ասենք քյաբաբ ուտեն։ Իմ համար դա անընդունելի փաստ է։ Յուրաքանչյուր հայ մասն է խոսքը, մենակ Ռուբեն Վարդանյանի չէ։ Անկամ եթե այդ մարդուն չեմ ճանաչում ես, հայը պետք է չդատվի թուրքի կողմից։
Խնդրեմ Մարամ ջան, եթե ինչ-որ բան ունես հարցնելու, հարցրա։ Ունեմ հարցնեմ։ Նայ Կարեն ջան, ասենք կա կենցաղային հարցեր, որոնք շատ մեծ նշանակություն ունեն ընտրողների, կոնկրետ ձեր ընտրողների համար։ Չէ, դա ճանապարհը, տրանսպորտը, պայմանները ապրելու, թոշակի վիճակը եւ այլն, ընդհանրապես կենցաղային հարցեր, բայց կան հարցեր, որոնք ավելի շատ կայանում են, ավելի շատ լակմուսային ուղղակի տեսակետային, որոնք են նշանակություն ունեն մարդկանց համար։ Որոնցով առաջի հերթին չեն մարդիկ ուղղորդվում, բայց ամենայն դեպս իրանք դա ընդունում են իրանց որպես, ասենք, այդ տեսակետը գնահատող։ Դամսես մի հատ լակմուսային հարց Գյումրի քաղաքի համար 102-րդ բազա։ Ինչ է ձեր կարծիքով դա Գյումրի քաղաքի համար։ Ինչքանով է պետք որ այդ բազան գտնվի Գյումրիում։ Ինչ եք կարծում դուք դրա մասին։ Իմ կարծիքը հետևյալն է։ Հիմա կսկսեն ասեն Ռուբեն Վարդանյանի հետ է կապված, Ռուսանեդը եւ այլն։ Ես հայամետ չեմ ուզում կապեմ այդ հարցերը։ Ոչ մի դեպքում չեմ։ Չէ, ես հիմա ես իմ խոսքը ավարտեմ Մարամ ջան։ Ես հայամետ եմ ու չեմ կարող լինել որևէ այլ մետ։ Այդ մեդությունից դուրս գանք։ Բայց եկեք շիտակ խոսենք։ Ռուսական բազան Գյումրիում է, նախ անվտանգության խնդիրը ապահովում, երկրորդը Գյումրիի համար շատ մեծ նշանակություն ունի, որովհետև գյումրեցիները աշխատում են այդ բազայում։ Այդ բազայում ստացած աշխատավարձի գումարը ծախսվում է Գյումրիում եւ տաքսու վարորդները եւ վարձով տրվող բնակարանները եւ խանութները բոլորից օգտվում են այդ մարդիկ։ Այսինքն այստեղ շրջանառությունը ֆինանսական ահավոր մեծ է ու եթե այդ բազան չլինի Գյումրիում, մենք մեծ խնդիր կունենանք։ Ու այսպես ասեմ, որովհետեւ այդ ռուսական արևմտամետ, թող Ամերիկայի բազան է լինի Գյումրիում, ինչ է եղել որ։ Թող մի 2-3 հազար զինվոր է Ամերիկայից լինի։ Եթե մեր անվտանգությունը պետք է ապահովեն։ Իհարկե ես կուզեմ մենք այնպիսի հզոր երկիր լինենք, որ մենք կարողանանք մեր անվտանգությունը ապահովել։ Հիմա ես ոնց դիմանամ որ չհարցնեմ։ Հարցնես Արսեն ջան։ Ոնց դիմանամ որ սիդս տրակում է չհարցնեմ։ Ես չհարցնեմ։ Խնդրում եմ միտեղ կարակ նշեք որ Ռուսաստանի զորախումբը իր դրոշակով այս վերջի գոնե 5 տարվա ընթացքում մեր հետ կատարված ժամանակի ընթացքում ինքը մեր շահերը պաշտպանել է։ Միտեղ նշի ցավդ տանեմ։ Միտեղ Կարեն ջան։ Ընդամենը միտեղ եմ ուզում։ Ներողություն։ Բայց ինչի ենք այդ դաշտը մտնում։ Բայց դուք ասում եք, չէ, տեսեք ասում եք, իրանք մեր անվտանգությունը ապահովում են։ Ես հարց եմ տալիս։ Ունենք օրինակներ, երբ որ մեր վրա հարձակվել են, ռուսական դրոշը արագ իջել է, 15 րոպե շուտ փախել է դերից։ Ես այդպես ձեզ մի 3 օրինակ մինիմում կբերեմ։ Այդ դուք ասում եք անվտանգություն, արդյոք դուք չեք փափուկ բարձ դնում մեր ժողովրդի գլխի տակ։ Ես չեմ ասում ռուսին անենք։ Ես չեմ ասում, բայց ռուսին պետքա կարգի բերվի, որ ինքը իր պարտականությունները անի։ Բայց մենք ուրիշ բաներից ենք խոսում, Արսեն ջան։ Իրանց նպատակը ո՞րն է այստեղ գտնվելու։ Հայ-թուրքական սահմանը ապահովել անվտանգությունը։ Մենք դրանից ենք խոսում, թե իրանք կարգի հրավիրված չեն, իհարկե պետք է կարգի հրավիրվի։ Ու մի լավ պետք է կարգի հրավիրվի։ Իրանք ինչ իրավունք ունեն կարգի չհրավիրված իրենց պահել Հայաստանի Հանրապետությունը։ Այդ ուրիշ հարց է, բայց որ մենք միշտ պետական պայմանագրով մեր նպատակը դա է, իրենց գործառույթային պարտականությունը այսպես ձևակերպել։ Դա է, ես դրանից եմ խոսում։ 97 թվի պայմանագրով, Կարեն ջան, 97 թվի պայմանագրով իրենք գարանտ են, թե ՕԴԿ-ն են, թե Ռուսաստանի Դաշնությունը գարանտ է Հայաստանի սուվերենության։ Ջերմուկը հայկական քաղաք էր։ Ու դու լավ գիտես ինչ կատարվավ, ինչ հայտարարություններ եղավ Ռուսաստանի հենց Ռուսաստանի կողմից։ Հիմա ես հարց եմ տալիս, արդյոք մենք փափուկ բարձ մեր գլխի տակ չենք դնում, որ ռազմաբազան կա, մեզ կպաշտպանի։ Դրա համար ինչ քայլեր եք տեսնում, որ Ռուսաստանին բերվի այն դաշտը, որ ինքը ռեալ կատարի իր պարտականությունը։ Ես չեմ ասում, ռուսին հանեք լարենք, դուր կգա։ Այդպես բան մենակ կարա ասի, չասեմ ով։ Հասկացաք իմ ասածից իմաստը որն է։ Խնդրեմ։ Դրա համար մենք ունենք կառավարություն, ում սուրբ պարտականությունն է այնպիսի արտաքին քաղաքականություն վարել, որպեսզի հենց այդ մեր թվարկած խնդիրները
ռիսկերը նվազեցնեն, խնդիրներն էլ լուծեն։ Հիմա ես նստեմ կառավարության փոխարեն թվարկեմ, թե այ ես քայլերը պետք է անեն, բայց մենք այնպիսի քաղաքականություն դիվարենք, որպեսզի հենց ձեր ասածի նման կարգի հրավիրված ռուսը մեր շահերն ու իր շահերը համապատասխան։ Ուզում ենք հասկանանք ո՞նց է կարգի հրավիրելը։ Դու ձեր կուսակցության տեսլականը ո՞րն է։ Միութենական պետության սաստավ մտնենք, թե Հայաստանը սուվերեն ձևի ո՞նց իրան բերի կարգի։ Ռուսաստանը պես գիգանտ պետության է։ Մենք Հայաստանը պետք է լինի սուվերեն անկախ պետություն, ինչի մասին է խոսքը։ Ոնց բերենք իրանց այդ որբիսի իրանք կադարեն իրանց առաջ ստանձնած պարտականությունները, ինչ պետք է անենք մենք։ Այս ձեր կուսակցության տեսլականի ոնց ենք մենք դա անելու։ Քանի որ Գյումրի քաղաքից ենք խոսում, Գյումրին սահմանամերձ է, հենց բազան այդտեղ է։ Շատ կարևորագույն է, դուք եղնելով, դառնալով Գյուղնու քաղաքապետ, դու ամբողջական շփում եք ունենալ այդ գործընթացը, ձև չի։ Առանց ձեզ ինչ-որ բաներ այնտեղ կատարվում։ Այդ դուք ոնց եք տեսնում, ոնց ենք մենք կարողանալու բերենք իրանց այն դաշտը, որ իրենք համարեն, որ եթե ստորագրեն, պետք է անեն։ Խնդիր չկա, ես այդ հարցին կպատասխանեմ հետևյալը, եթե ես խորքային դիրապետեի թե ինչի է այսօր այս ձևի հայ-ռուսական հարաբերությունները, ես լուծումներն եք առաջարկի, բայց ոչ ես, ոչ դուք ու շատ-շատերը, նույնիսկ կառավարության մեջ տեղյակ չեք, թե ինչի է բերե հասցրել այս կետին, որ նման հարաբերություններ մենք ունենք։ Դրա համար մենք պետք է տեղեկացված լինենք, որպեսզի լուծումներն կարողանանք ճիշտ առաջարկել։ Հիմա ենթադրությունների դաշտից ես ինչ ասեմ։ Այստեղ խոսեց ոչ թե Կարենը, այլ իրավաբանը, խոսեց իրավաբան Կարենը։ Իրականում ես չեմ խոսապում, միանշան է։ Արսեն ջան, Կարեն ջան, կներեք իհարկե, ես ճիշտն ասած հասկանալու որ, ասենք, իմ կոնկրետ ռուսական զորքական, ռուսական բազան, դա մի քիչ իշխանության հարթակի հարցերը, ու այդ պատասխանատվությունը կամ հարաբերությունները դա որոշում է Հայաստանի իշխանությունները, ես կոնկրետ նկատի ունեի կոնկրետ Գյումրի քաղաքի համար նշանակություն այդ բազայի, որը որ ես այսօր տեսնում ավելի շատ սոցիալական կամ քաղաքական կամ պաշտպանական։ Դե հարցուրը միջև վեճ դուր, Արամ ջան, եթե ֆրանսիական բազարնի պակաս օգուտ Ես տվեցի ֆրանսիական բազարնի պակաս օգուտ կստանա քաղաքապետը։ Հա հենց այդ ֆորմատով է պատասխանում։ Ախր նշեց, Կարեն էլ նշեց, թող ամերիկական գա լինի բազան։ Հարցը ստեղ ինչի մեջ էր, կոնկրետ Գյումրի քաղաքի համար, Գյումրի քաղաքը չի որոշում բազայի ստատուսի հարցը։ Գյումրի քաղաքի քաղաքապետարանը չունի ստատուս այդ ձևի հարցեր որոշելու, բայց ասենք տեսակետ կարող ունենա իհարկե, այդ տեսակետը ամեն դեպս դու հարցրեցիր, մենք լսեցինք։ Ես ուղղակի կոնկրետ Գյումրի քաղաքի համար այդ գտնվել ինչ Չէ, ես տեղ չեմ Ես օրինակ այդ հարցը sense կդայի, հարգելի Կարեն ջան, հարգելի տեխնազու։ Դուք ո՞նց եք գտնում յուրաքանչյուր ինչ տարբերություն չկա որ երկրի բազան։ Եթե Գյումրիում ինքը օգուտ կտա, դե չի տա։ Օրինակ ես գտնում եմ որ ֆրանսիական ու ամերիկականը ավելի շատ օգուտ կտան, քան ռուսականը։ Մեկ բանում կլինի թերությունը, ասեմ ինչու, կարամ ասեմ ինչու։ Որ բանը խոսալու այդ խնդիրը կլինի իրար մեջ շփվելու, մարդկանց հետ շփվելու, խանութների բան այդ խնդիրը կլինի, բայց ես անձամբ տեսել եմ կներեք այդ յուրաքանչյուր բազաների ու կամ սալդատների մեջը կա, որ իրանք ճիշտ չեն պահում, մի քանի դեպք ա եղել Գյումրիում, որ իմ մեջ դա մխաշվել է միգուցե ես դրա համար էլ դենց եմ տրամադրված այդ բազայի հանդեպ։ Այդ իմ մեջ կա էլի Լեննագանսկու այդ երկու վարիանտը, որ մեկ բազարի դիմացը հիշում եք Լաչինի Միճանսկի մեր բարերը ասեմ, որ դրեցին ու քաղեցին մեր տղեկին ու աղջիկներին, մեկ էլ Պերմակովին է, երբեք չեմ կարող այս դիներեմ, որ այդ ծածկա դպոցի պես եղավ։ Ну, ստեղ լավ, ես վերջացնեմ հարցս, չէ, Արսեն ջան, ֆրանսիական, անգլիական չէ, երևի, նրանք խմել չգիտեն, նրանց հետ խմելը հետաքրքիր չի։ Լավ, դա ուրիշ հարցեր։ Հələ որ դեռ չէ, всё, Всё, Կարեն ջան, դու իրա որպես մարդ անձնավորություն ադմիրալի դուրն եկել ես, հեսա քեզի չի թողալու այդ, հաս։ Անենց որ Այդտեղ պետք է լինի քո տեղը պատասխանել։ Չլսեցի Արամ ջան։ Սա եթե պետք է լինի քո տեղը կպատասխանեմ էլ։ Տեսեք, դուք զանգ ընկերոջը։ Հենց դեռ ծարսումը զանգ ընկերոջը։ Չէ, մի հատ բան եմ տեսել, որ իմ համար նշել եմ, որ դա կարող լինի պոպուլիզմ ձեր ծրագրի մեջ։ Խնդրում եմ բացատրեք, որ դա պոպուլիզմ չէ։ Օրինակ դուք գրում եք, որ դուք անելու եք ամեն ինչ, որպեսզի մանկապարտեզների թիվը ավելանա ու դրանք լինեն անվճար։
Ինչ ռեսուրսների հաշվին եք դուք անվճար այդքան ավելացնելու ու պահելու։ Իմ կարծիքով դա պոպուլիզմ է։ Շատ շնորհակալություն հարցի համար։ Պոպուլիզմ չէ ինչի։ Մանկապարտեզները անվճար դարձնելու վերաբերյալ ես ավականու արտահայտ նիստարավելու նախաձեռնությամբ հանդես եմ եկել 2025 թվականի հունվար ամսին։ Իդեպ մեր ԿՊ գործընկերները բա ինչի իրանք սիրում են, չէ, բա ինչի Սերժ Սարգսյանի ժամանակ չէիք խոսում, բա ինչի Քոչարյանի ժամանակ չէիք խոսում, այդ նույն ոճի մեջ, բա ինչի 6 ամիս առաջ չէիք անում։ Ինչի 2025 թվականի հունվարին, 2025 թվականի հունվարից գույքահարկը բարձրացել է 50%-ով։ Իրենք պարտականություն ունեին հաստատելու Գյումրու բյուջեն, հավականուն իշխը հրավիրեցին ու թողեցին անցած տարվա բյուջեն։ Համամասնորեն դե այդ բյուջեն ծախսեն։ Հիմա եթե 50% գումար եք ներառվում լրացուցիչ, հավելյալ գումար է մուտք լինում Գյումրու համայնք բյուջե, խոսքը վերաբերում է մոտ 170 միլիոնի մասին։ Մենք էլ ասում ենք, որ բերեք, քան որ 170 միլիոն հավելյալ գումար կա, այսինքն աղբյուրը ցույց ենք տալիս։ Բերեք մանկապարտեզները անենք անվճար, որովհետև խտրականություն կա կոնկրետ Գյումրու եւ Երևանում հաջողող երեխաների մանկապարտեզ հաջողող երեխաների միջև։ Ֆինանսական աղբյուրներ ցույց ենք տալիս։ Մեր գործընկերներ չեկան, չքննարկեցին, կային քննարկեին փաստարկներ ներկայացներին, չեկան չքննարկեցին նույնիսկ։ Հիմա մեր ներկայացրած ծրագիրը իրենք ասում են 2026 թվականի հունվարից անում ենք։ Ու այդպիսի շատ ծրագրեր, Շիրակացի փողոցից սկսած, 50-ամյակի կամուրջից սկսած, ինչ ասում ենք, անում են, լավ էլ աշխատեցնում ենք, իշխանություն չունենք աշխատեցնում ենք, բավը ունենանք ոսկե աշխատեցնենք, էլի։ Պոպուլիզմ չէ, Արսեն ջան, իրականում ռեալ փաստարկված։ Դրանից առաջ դե իրենց ասած ինչի 2025-ից առաջ չեն կարել, դրանից առաջ չէին կարող անել, որովհետև գույքահարկը թանկացել էր 2025, ավելացել էր 25 թվականին, իսկ 2024 թվականին մեջտապես այդ հարցը մենք բարձրացրել ենք ու 24 թվականից Գյումրիում 23 թվականին ընդունված որոշմամբ Գյումրի մանկապարտեզների վարձավճարը եղել է 8000, ավականու որոշմամբ նվազեցվել է դարձել էր 4000։ Հիմա մեր առաջարկությամբ էլ այդ 4000-ներ չէր լինելու, բայց իրանք չեկան չմասնակցին։ Բայց հիմա անդրություն է, իրենց կողմից պոպուլիզմ է արվում, ասում են մենք գալիս ենք մանկապարտեզները 26 թվականի հունվարից դարձնելու ենք անվճար։ Եղբայր մենք 25 թվականի հունվարից ենք առաջարկում, բա ինչի չարեցիք։ Թե գիտեիք, որ 2 ամիս հետո անդրություն է լինելու, պահել եք, որ այդ ժամանակ անեիք։ Շատ լավ, մի հատ sense կտրուկ հարց է տամ, էլի։ Մենք Գյումրին հետ սահմանի վրա է։ Ինչքան է տարածությունը սահմանից, եթե տեղակ եք։ Հենց կոնկրետ սահմանից։ Հեռավորությունը ինչքան է։ Մոտավորապես 10 կիլոմետր երևի, հստակ չեմ։ Այսինքն, եթե վերցնում եք, ոչինչ, հենց կբացա։ Իհարկե, Դուք որպես քաղաքապետ ոչ մի տեխնազու իմ կարծիքով, ես հենց նոր մտածեցի ուղղակի, իմ կարծիքով ամենաթիրախային բանին չեք անդրադառնում ձեր ծրագրերի մեջ, ինչու չեք անդրադառնում։ Մենք գտնվելով անմիջական իմ համար թշնամի պետության հետ հարևանությամբ Գյումրին, ոչ մի տեխնազու չի նշել բունկերների մասին։ Ես այցելել եմ մի քանի բունկեր, երկու հատի դուռը չեմ կարողացել բացել։ Ուղղակի չէր բացվում։ Քաշում եմ չի բացվում, ինքը այնքան չի բացվել կամ այնքան հոգածություն չի եղել, որ ինքը արդեն կախել ընկե, բետոնի վրայից չի կարող բացել։ Հիմա տեսեք, Աստված չանի, յուրաքանչյուր պահի կարա Էրդողանի ուղեղը մի հատ ֆռստի, ասում երկու հատ դրոն ուղարկեմ հələ բանի վախեցնելու համար։ Մեր երեխեքին որտեղ ենք մտցնելու, ո՞նց ենք այդ անել, ինչի՞ չեք նշում ձեր բանը ծրագրերի մեջ, այդ թիրախային, շատ կարևորագույն խնդիր է դա։ Ես կխնդրեմ բոլոր տեխնազուներին նշեք ձեր ծրագրերի մեջ առաջնայիններից մեկը, որպեսզի այդ ամեն ինչը լինի։ Ես իրոք տեսա խնդրեմ Գյումրիում, խնդրեմ, հարցին եթե կարաք պատասխանեք։ Պատասխանեմ, իհարկե, Արսեն ջան, մենք իրականում, ես չգիտեմ, երևի ուշադիր չեք եղել, իրականում մենք նշել ենք, այս Աբովով Գյումրի մեր բլոկների է բաժանված, 8 գլուխների է բաժանված, Աբովով Գյումրի մեջ նշված է, որ ապաստարանների վերականգնում, վերանորոգում, հենց երկրորդ կետն է, նաև բացի դրանից մենք նկատի ունեցել ենք միանշանակ, որտեղ այդ խնդիրը շատ ակտուալ է, ցավոք սրտի
այստեղ խնդիրը նաև ինչու՞մ է, ապաստարանները մեջտապես եղել են սովետական ժամանակահատվածում գործարանների տարածքներում, որպեսզի կարողանան բանվորները ապաստանում, եթե նման խնդիրներ լինի թաքնվել։ Հիմա քանի որ գործարանները սեփականաշնորհված են ու սեփականատերեր ունեն, ահա որ վիճակում է գտնվում, ամենախիթար վիճակում է գտնվում։ Մի քանիսը կան, որ այս պատերազմի հետ կապված 44-ից հետո գնում են, մաքրում են, բայց այդտեղ ապաստարան դա չի կարելի կոչել, այդտեղ օտափոխության համակարգ պետք է լինի եւ այլն, առանձին սնունդը պահելու տեղ պետք է լինի եւ այլն, այդ խնդիրները կա, դրա համար գիտակցելով այդ ամեն ինչը մենք ընդգրկել ենք մեր ծրագրում հենց ապաստարանների վերանորոգման, վերականգնման հարցը միանշանակ հետևողական գույքագրում ենք իրականացնելու, հասկանալու ենք որն է մասնավորինը, որը ինչ ձևաչափով կարելի է կարգավորել, նույնիսկ եթե հնարավոր չեղավ, մեկ երկուսն էլ կառուցել, որ մենք ունենանք օրենավազագույնը հնարավորություն ունենանք այդ ամեն ինչը ապահովել։ Կամ ամենաթիրախային խնդիրներից մեկին, շները։ Օրինակ, ինչն է գտնում Սարիկ Մինասյանի ծրագրի մեջ պոպուլիստ շների կարգով։ Ասենք, օրինակ, Երևանը ինչ որ փող է հատկացնում ստերջաշտման եւ այլն։ Օրինակ, ես այդ թեմայի մեջ որ չկամ, չեմ ուզում շատ խորանամ, այդ թեմային բլոգեր Արտուրն է շատ խորացված ուսումնասիրել, ինքը ավելի շատ կարող է ասես ներկայացնել այդ թեման, բայց ձեր տեսլականն եմ ուզում հասկանամ։ Այդ առաջին հարցը, երկրորդ կդրվածքը հարցի, մինչեւ հիմա դուք հաշվարկ ունեք, ինչքան կիսակառույց փլված 88 երկրաշարժից հետո շենքեր կան, որ ըստ ձեզ իրանք ոչ թե բնակելի, այլ вообще վերացման կարիք ունեն։ Ընդհանրապես մի հանես։ Դրանք օրինակ ես մեկը կարամ ասեմ ձեզ, դուք գիտեք, հենց քաղաքի համարյա թե կենտրոնից ոչ այդքան հեռու է գտնվում, այդ շենքը պետք է անմիջականորեն ինձ թվում է ոչ թե վերականգնվի, այլ հեռացվի։ Вообще, իսպար։ Այդ ժողովուրդը մի տեղավոր է։ Կեսը քանդեցին, կեսը մնաց։ Հիմա Այո։ շների հետ կապված նորից նույն խնդրին ենք անդրադառնում, էլի շների հետ կապված նախաձեռնություն իրականացրեցի։ Հա, այդ քանի որ Արտուրի անունը տվեցիք, Արտուրը հետաքրքրված է եղել, առաջարկն է ներկայացրել է, տեղյակ եմ, այդ ներկայացած առաջարկների հիման վրա նաև մեր ընկերներից ռազմավարություն մշակելու ընտանեկան աշխատանքային պլանում ներառեցին, այդ ասեմ։ Մեր մոտեցումը մի քիչ այլ ռակուրսից էր այդ հարցին, որով ես ավականու արտահայտից հրավիրեցի ու էլի քպեն չմասնակցեց այդ նիստին, ավելի ճիշտ համապատասխան ցայներ չհավաքվեց, ստորագրեցին արտահայտից հրավիրելու մասին ներկայացրած օրակարգը։ Տեսեք, մենք մեջտապես կոնկրետ մեր պարագայում մենք այս ձև ենք խնդրի լուծումը տեսնում, այս պահին էլ ու առաջարկում ենք այդ ձև լուծել։ Մեջտապես բողոքում են շների ստերջացումից, հարակից գյուղական համայնքներից շների Գյումրի համայնք գալուց, իսկ հարակից համայնքները բողոքում են, դե Գյումրու շները գնում են հարակից համայնքներ։ Դրա համար Հայաստանի Հանրապետությունում կա միջհամայնքային միավորումների մասին օրենք, որով համայնքները կարող են նույն խնդիրները միասին լուծել, եւ քանի որ Գյումրի համայնքը շրջապատված էր Ախուրյան համայնքի գյուղական բնակավայրերով, մենք առաջարկ ներկայացրինք, որ Ախուրյանի ավականու հետ համագործակցենք, ստեղծենք այդ միավորումը, խնդիրը երկուսս միասին լուծենք, ունենանք այդ միավորումը, որը կզբաղվի շների ստերջացումը, կացարան կառուցի շների համար, որովհետև Գյումրիում կացարան չկա, այդ խնդիրը նաև դրանում է կայանում, խիստ վերահսկողություն կիրականացնի։ Եվ դա ֆինանսապես եւ Գյումրու բյուջեի վրա եւ Ախուրյանի բյուջեի վրա ավելի թեթև կլիներ, քան թե հիմա որ ամբողջական ուզում են իրենք այդ հարցը լուծել, իբր ուզում են, հիմա դրան է կանրադառնամ։ Ինչի, որովհետև մոտավորապես 200 միլիոնի մասին է խոսքը, 50 միլիոն Գյումրի կտրամադրեր, 50 միլիոն Ախուրյան համայնքը կտրամադրեր, մնացածը պետությունից, կառավարությունից 86 ծրագրով գումարը կբերենք եւ 200 միլիոնը մենք կունենայինք կառուցեինք կացարանը, այդ խնդիրը կլուծեինք։ Բայց իրենք ինչպես միշտ պոպուլիստական ձևով, հիմա էլ նույն պոպուլիստական ձևով շարունակում են իրենց գործելավոճը, ինչի եմ այդպես ասում հիմնավոր եմ։ Նախկինում 2 տարի եւ ավել առաջ է, որ այն ժամանակ իրանք հուշագրի կողմ են ու հենց պատասխանատվություն են ստացնում կառավարման, Արսեն ջան։ Էլի
փող քաղաքապետը գնում էր Երևան, նկարվում էր Երևանի այդ համապատասխան կազմակերպությունը, ով զբաղվում էր շների ստերջացման ու կացարանն է, այդտեղ նկարվում էին, իբր այստեղ գալու են այդ մոդելը ներդնելու, անցավ 2 տարի չներդրեցին, մենք առաջարկ ներկայացրեցինք, չմիացան, դրանից հետո սկսեցին գնալ նորից Երևան նկարվել, գալ Գյումրի, ասել որ տեսեք մենք նման բան ենք անում, եղբայր գոնե մենք դրա մեջ եղել ենք, մենք տեղեկացված ենք, մենք կարող ենք փաստարկված այդ ամեն ինչը ներկայացնել։ Հերիք է չի կարելի ժողովրդին խաբել։ Անելու եք, արեք, մեր քաղաքի համար է, մեր երկրի համար է, ով չի ուզում։ Արեք, լավ բան արեք, կողմենք։ Չեք անում, քննադատում ենք, ինչ անենք, քննադատում ենք, որ ավելի զգոն լեք։ Ու մեր քննադատության արդյունքում, այո, հենց քննադատել եմ 50-ամյակի կամուրջը ընդգրկել են իրենց ծրագրի մեջ։ Քննադատել եմ Շիրակացի փողոցը ավականով 33 ավականով ուղերձ ենք եղել իմ նախաձեռնությամբ իմ գործընկերոջ նախաձեռնության Հակոբյանի երկուսով ենք նախաձեռնել ավականով կառավարության ուղերձ ենք եղել 1 տարի առաջ լռություն ոչ մի բան բայց հիմա անդրությունից առաջ ասում է իմ խնդրանքով կառավարությունը գումար է տրամադրում ինչի մասին է խոսքը պոպուլիզմը էլ որտեղ է պոզով պոչով է լինում պոպուլիզմը Շատ լավ, շնորհակալություն Հովանեսին էլ լսենք, Հովանես, բաց էկրանդ, 18 անգամ գցել ես հայտը, բաց տեսնեմ էկրանդ կբացես Հովանես ջան, բաց մի հատ էկրանդ հարցդ դուր։ Հովանես, քեզ հետ եմ, կարաս բացես էկրանը։ Բացեցի։ Բաց չի, տեսանելի չի։ Դե պիտի տակը այնտեղ սեյվ անեք, սախրանից սխմեք։ Սախրանիչ։ Հա։ Այ հիմա բացեցի։ Խնդրեմ։ Հա, բարև ձեզ բոլորիդ, բարև Արսեն ջան, Ադմիրալ ջան, բարև ձեզ։ Մի ծախի էլի ցավը Չի տան։ ստասում։ Հա, всё։ Չի ստասում հանդիպելը, բայց շուտով երևի թե կհանդիպենք Ադմիրալ ջան։ Լավ, անցնենք բուն թեմային։ Ես Հարց կանդիդատին, պաշտոն քաղաքապետի տեխնազոյա։ Խնդրեմ։ Տալիս եմ հարց, առաջ երկրորդը մի քիչ կարող է պրովոկացիոն հարց լինի, բայց համենայն դեպս կխնդրեի, որպեսզի պատասխանեք։ Սկզբից առաջինը, տեսեք, ուսումնական մեր ուսումնական հաստատություններին չեմ ուզում անդրադառնալ, բայց համենայն դեպս մենք բոլորս գիտենք, մանրամասը չեմ ուզում անդրադառնալ։ Այսպեսի մի բան, որոշակի երեխաներ ունեն գիտելիքներ, գնում են, սովորում են, ինստիտուտներ եւ այլն, որոշակիները, այսպես ասած, մի կերպ ընդունվում են, երրորդը, կան երեխաներ, որոնք բազմաթիվ են, վեճացնում են մի կերպ, դպրոցական ուսուցման շրջանը, ու չունեն ոչ մի մասնագիտություն, բայց մեր պարտքն է նաև չմոռանալ նրանց, օրինակի համար, դուք ինչ կարող եք անել, որպեսզի նրանք դպրոցը ավարտելուց հետո դառնան հայրենիքին պիտանի մարդ, իրենց ընտանիքներին պիտանի մարդ եւ ընդհանրապես չկործանվեն, սա առաջինը, եւ երկրորդը, միայն խնդրում եմ խոստումներով չլինի պատասխանը, այլ կոնկրետ ինչ-որ ծրագիր, կոնկրետ, եւ երկրորդը, ենթադրենք, թե Աստված գիտե, թե դուք կանցնեք, թե չէ, մեկ է մեր լեննագանց եք, ես լեննագանցի եմ, ենթադրենք, դա Աստված անցնեք, ձեզ ընտրեն, համենայնդեպ, բայց ենթադրություններից ելնելով, ենթադրենք, դուք չեք անցել է ՔՊ-ի, ասենք, առաջարկված թեկնածուն, չէ, եւ երկրորդ վարիանտը անցել է ոչ ՔՊ-ականը, լինի դա Ղուգասյանը, լինի դա Մարդուն Գրիգորյանը, նշանակություն չունի, այսինքն հագադարձը, ենթադրենք ես կողմնակից եմ Մարդունին, Գրիգորյանին, ենթադրենք անցել է Մարդուն Գրիգորյանը, հարց, եթե անցնի ՔՊ-ն, դուք
եւ առաջարկ լինի ձեզ նրանց հետ աշխատել։ Դուք կաշխատեք թե ոչ, եթե այո, ինչու, եթե ոչ, ինչու։ Կամ Ախպեր այս հարցը եղել է, ցավը տանեմ, մի քիչ կարճ ձևակերպի, այդ հարցին արդեն պատասխանել է, դու ստեղ չես եղել։ Մի քիչ կարճ, այնքան կարճ հարց է, ու դրել ես երկար։ Այդ դեպքում խնդրում եմ պատասխանել առաջի հարցին։ Դա շատ կարևոր է։ Երեխաները մեզ ապագան են։ Մերսի։ Շնորհակալություն հարցի համար, շատ կարևոր հարց է։ Առաջի հարցը, երկրորդն էլ պատասխանել էի, էլի կարևոր է։ Հա դե ես մի Տեսեք, ուրեմն Գյումրի համայնքի ղեկավարի գործառույթային պարտականությունները այսպես են։ Մարդիկ պատկերացնեն, թե վարչապետ կընտրեն, չէ, էլի պես չէ։ Մենք համայնքապետ կընտրենք։ Ըստ էության այդ խնդիրը, թե ինչքանով կարող է համայնքապետը այդ խնդրին աջակից լինել իր հնարավորությունների սահմանում, այլ հարց է, բայց գաղափարը, ընդհանուր գաղափարը, ես կողմնակից եմ, մենք պետք է զարգացնենք միջին մասնագիտական կրթությունը, որպեսզի հենց ձեր ասած երեխաները, ովքեր հետո դառնալու են ուսանողներ, ունենան միջին մասնագիտական կրթություն ու կարողանան այս կյանքում իրենց իրացնել։ Թե չէ ես հիմա բոլորը ունեն բարձրագույն կրթություն, բայց նայում ես գործազուրկ են բոլորը, այդպես չի էլի։ Իսկ մենք ունենք մասնագետների կարիքներ, բազմաթիվ մասնագետների կարիքներ ու միջին մասնագիտական կրթությունը շատ ուշադրություն չենք դարձնում։ Իմ տեսլականը, իմ գաղափարը հետևյալն է, որ այո, պետք է միջին մասնագիտական կրթությունը զարգացնել, որպեսզի մենք ունենանք նախորդիվել խոսում ենք այդ մասին, ունենանք այս սերունդը, ովքեր ավակ սերունդին գալու են ու փոխարինելու են։ Այդ նաև անվտանգության հարց է, թե մենք չենք ունենում մասնագետներ, նաև անվտանգության հարց է։ Ես համամիտ եմ, ես գիտեք ինչ, մենք բոլորս ասում ենք պետք է, ամենայն դեպս ձեզ ծրագրի մեջ կա գոյություն ունի այդպիսի ծրագիր, որը դպրոցական ժամանակահատվածում երեխան սովորում է, 8-րդ դասարանը, 7-րդ դասարանը կամ առաջի դասարանը, մտածում եք դուք նրանց մասին, թե ոչ, թե լինեն դպրոց ավարտեն, հետո էլ Տեր Աստված առաջ, դա այդպես չի կարելի լինել։ Բայց իրա գործառույթների մեջ դա չի մտնում, քաղաքապետի, այս մարդը խոքարտության նախարարը չի որ մտածի։ Ինչ պիտի անի, օրինակ ես քեզի դու ես եկուց, քեզ ընտրել ենք, դու քաղաքապետն ես, ինչ կանեիր։ Ես դե ես ցանկություն չունեմ քաղաքապետ դառնալու, համենայն դեպս Չէ, օրինակ եմ ասում, չեմ ասում բանը, դու օրինակ ոնց կանեիր։ Օրինակի համար այսպես ասեմ, յուրաքանչյուր ժամանակահատված, յուրաքանչյուր հասարակարգ ունի իր լավ ու վատ կողմերը։ Օրինակի համար սովետական միության ժամանակ խորհրդային գոյություն ուներ, ես անձամբ գնացել եմ։ Քաղաքապետի հետ կապված, քաղաքապետի, սովետական միություն չէ, քաղաքապետը ինչ կարող անել։ Ես պատմությունն եմ ասում, հիմա կասեմ։ Չէ, պատմություն մի ասա, ախպեր, դու շատ երկար ես խոսում, դրա համար ես քեզ չեմ բարձրացնում։ Դպրոցներ բացի։ Ախպեր, այս մարդը ոնց պիտի դպրոց ստեղծի, ինքը քաղաքապետ է, քաղաքային տնտեսությունը։ Հա, ինչ մասնագիտ է, դպրոց ով պիտի ստեղծի ինքը։ Քաղաքապետը։ Ինչի պիտի քաղաքապետ, այդ դպրոցը պիտի ստեղծի կրթության նախարարությունը, իր տերապետության տակ ինքը կարող ընդամենը աջակցի, հողատարածք տա, ինչ-որ մի ձև, այսքան բանը կարող անի։ Թող այդքան անի, ստեղծեն Կարեն ջան, դպրոցներ։ հատկացնես հողատարածք, եթե կրթության նախարարը։ Հողատարածքի չի, ինքը իրավունքների, իր ամեն ինչի, ինչքանոր սահմանափակ է, պետք է թող առաջարկներ անի, իմ ասելս դա է, ուրիշ ոչ մի բան։ Թող լինեն այսպես սած ինչը կարելի է։ Լավա չենք հարցնում, թե մեր քաղաքապետերը ոնց են բունկերներ սարքելու, կրակակետեր սարքելու, մեկ էլ բան, անունիչ է, խրամատներ կորելու։ Կարող են առաջարկել։ Հարցերը պաշտպանության նախարարին է, ամեկիջան ոլորտային։ Բայց առաջարկը պետք է լինի, որպեսզի պետությունը
վերցնեմ որպես հիմք եւ Արեք լսենք պատասխանը, Կարենի պատասխանը, խնդրեմ, Կարեն ջան։ Շատ բարդ է Արսեն ջան, երբ որ մարդ պոպուլիստ չէ, շատ բարդ է հարցերին պատասխանելը։ Մի քիչ պետք է պոպուլիստական դաշտ։ Չէ, չեմ կարող։ Հիմա ասեմ, մտահոգությունը միանշանակ հասկացանք ինչի մասին է, ես էլ ասեցի իմ տեսլականը, հետևյալն է խնդիր, իրականում քաղաքապետը ինչ կարող է անել, կարող է միայն աջակցել այդ ամեն ինչը կարող է երկու ձևաչափով լինել։ Կոնկրետ, եթե կան հիմա միջին մասնագիտական կրթական հաստատություններ, դա պոակներ են կոչվում, պետական ոչ առևտրային կազմակերպությունը նախարարության ենթակայության են դրանք։ Եվ նույն գործառույթը կարող է անել հասարակական սեկտորը, որոնք երեխաներով են զբաղված ու որոշակի մասնագիտական ուղղվածություն կարող են տալ։ Մեր գործառույթը այդտեղ հետևյալն է, որ այո, հնարավորության սահմաններում աջակցել տարած տրամադրելով, աջակցել գույք տրամադրելով, աջակցել ներգրավելով համագործակցություն ստեղծել մեկ կազմակերպությունը մյուսի հետ բերել ծանոթացնել գաղափարները գեներացնել։ Այդ ամեն ինչով կարող եք, բայց կոնկրետ դպրոց ստեղծելու դա կրթության, գիտության, մշակույթի նախարարության գործառույթն է։ Չեմ լսում։ Լավ, Հովանես ջան, ձայնը դե չի լսվում, շնորհակալություն հարցի համար ցավը տանեմ, բայց արի կլինի քաղաքի հետ կապված հարցեր մենք սկսենք մարդկանց տանք։ Ավելի շատ, եթե աշխարհաքաղաքական հարց է, ուրեմն կոնկրետ թեմատիկայի տակ չտանք, էլի, որ ասենք, պետք է ինչ էր Անդրասյան Ժաննան ինչ որ գործառույթ անի, εμի դրել ենք Կարենից ուզում ենք, որ ինքը դնի դպրոց սարքի։ Կարեն ջան, դպրոցը սարքելուց հետո չմոռանաս մի հատ լավ ճաշարան հանրային։ Չմոռանանք, հա, Հովանեսն է առաջարկարը, չեք մոռանա, եթե կարողացաք։ Չէ, ես ուրիշ մի հատ հարց տամ։ Մի հատ խաչիկի տեղ մի հատ հարց տամ, քաներ խաչիկը չի մասնակցում, Հովանես, դու ես 5-րդ անգամ իմ հետ ես քո տարիքը թարգելով ցավը տանը, չեմ միջացնում։ Իմ հետ հավասար մի խոսա։ Ցավը տանը մի խոսա իմ հետ հավասար, այդ ինձ հանում է կալիայից, вообще դուս եմ դառնում։ Խաչիկի տեղը մի հատ, բայ խաչիկը ստեղը, հրավ, խաչա, դու հարցը դու ախպեր ես։ Ես մի քիչ պոպուլիստ հարց կտամ, բայց տեղին է, դառնում է քաղաքապետ առաջի 3 բանը, որ դուք որոշում եք ձեր անել։ Օրինակ էլ բերեմ, օրինակ ասեցիք մանկապարտեզները անվճար սարքել։ Շատ լավ, բայց առաջի 3-ը որն եք տեսնում, որ կարաք անեք, որ հիմա ոնց որ ժողովրդին խոստում տաք։ Ես այսպես ասեմ, շատ լուրջ պատասխան եմ Խաչիկ ջան։ Մանկապարտեզները անվճար դարձնելը ըստ էության ավականու որոշմամբ է հնարավոր անել, այդ քաղաքապետի որոշելով չէ։ Հիմա այդ նախաձեռնությունները, այսինքն նախաձեռնություններ կարող են ներկայացնել, բայց հստակ որ քաղաքապետը կարող է անել ու արագ ու ավելի առաջնային է, իմ կարծիքով առաջինը ես անկախ աուդիտորական կազմակերպություն կհրավիրեմ ու խնդիրները եւ ֆինանսական եւ կույքագրեմ։ Ստուգեմ այդ աուդիտորական կազմակերպություն։ Քաոսային հողի վաճառքը, որը հիմա կատարվում է քաոսային ձևով առանց քարտեզագրման, առանց կոնկրետ թաղամասերի բաժանված, մի տնակ ազատվում է, արագ վաճառում են եւ այլն։ Այդ քաոսայինը կասեցնեմ, մինչեւ համապատասխան հասկանանք ինչ ձևաչափով է առաջ գնալու։ Այդ երկրորդը, երրորդն է աշխատանքային խումբ կձևավորեմ, համապատասխան մասնակից, փորձել հասկանալ, թե Գյումրիում շատ ցածր է համայնքային ենթակայության կառույցների աշխատավարձելու համայնքի աշխատողների աշխատավարձը, փորձել հասկանալ, թե արկա ֆինանսական միջոցներով ինչպես է հնարավոր մարդկանց աշխատավարձը որոշակի չափով բարձրացնել։ Ամենաառաջնային այդ երեքը կանեմ։ Շատ լավ, մի հատ հարց է տամ ժողովուրդ ջան, ես ուզում եմ այսօրվա տեխնազոին արդեն մենք արդեն ոնց որ ասում եմ բաց թողենք, գնա իր գործերին շատ, ես բարյամի հարց եմ տալիս։ Այս ձևաչափին չմասնակցելու ինչ պատճառներ կարող լինեն։ Այ դուք մասնակցեցիր, տեսալ ինչ ոճ է։ Այս քեզ, եթե մարդը ատկազ է գալիս, չի ուզում գա այս ձևաչափին, ինչ դրդապատճառներ, ինչ վախենալու բանկ ունենա, ժամանակ չի ունենա, այլ որը գերակշռով ըստ քեզի, ինչ որ բանկ ուզենա, վախենա, որ իրան այդ հարցը տան,
Դե հա եթե ժամանակից խոսենք անկեղծ ժամանակ հնարավոր է չունենա, բայց ժամանակ ինչի պիտի չունենա քարոզար շավը ով է զբաղված է հիմա էլի ինստինկտյան այս քարոզեր մարդիկ լսում են, հասկանում են իրենց գնահատականը կդա միանշանակ օգուտ է դա առումով իրենց ու համոզված են պետք է ժամանակը գտնեն վախերը ես չգիտեմ կարող է կոմպետենտ չէ որոշ հարցերում կարող է չի տիրապետում իրավիճակին չգիտի ինչի մասին դի խոսա թե չէ ֆորմատը Չէ, գիտի որ քաղաքի ոնց որ ես քեզ մոդեցա, մենք առաջին անգամ ծանոթացանք, բարեկիր ձևով իրար հետ խոսեցինք, ասի ձևաչափը ոնց է, դու մի օր երկու օր ուսումնասիրեցիր, ասի իհարկե մեծ հաճույքով կմասնակցեմ, դա տպավորություն ստեղծեց, որ այս մարդը չունի պահելու ոչ մի բան, չի վախենում պրյամոյ հարցերից, շատ սիրուն ձևով ասես գալիս եմ։ Մի մարդ կա, ես ասում եմ, գնացել եմ, տվել եմ ու պնդում եմ, որ այս ձևաչափի մասնակցելը կամ քեզ կզրոյացնի ռեյտինգով, կամ կբարձրացնի քեզ ռեյտինգով, որոշ չափով։ Ինչի չեն գալիս ախպեր, զրոյացումից են վախենում։ Դե մեր լենագանցի ձևով սել վախը տեռնել ես ինչ կուզես։ Շվախը բռնել եք տվել։ Ասա Արամ ջան, ասա։ Մի հատ հարց ներքևից, որ խնդրել են տամ, մի հատ էլ հարցել ինձնից։ Առաջի հարցը, որ ներքևից հետաքրվում են, քանի որ երեխաների մասին գնաց խոսակցությունը, թմրամոլներ, թմրադեղամիջոցներ, ինչ ձևով կարա ասենք քաղաքապետարանը կամ ավականին պայքարի է ձևի հարցերի դեմ։ Իմ կողմից հարցը։ Ես հասկանում եմ, որ Գյումրիում կա շատ մեծ խնդիր բնակարանների, ասենք տնակներից դոմիկներից մարդկանց անելու եւ այլն, բայց դրա հետ մեկտեղ մի քիչ ավելացել է հոգսը նրանով, որ մենք ունենք բազմաթիվ Արցախից տեղահանված ժողովուրդ, որոնք որ Հայաստան գալով ունեն խնդիրներ այդ նույն հարցում, նույնապես իհարկե Գյումրի քաղաքում։ Պլանավորվել է արդյոք Գյումրի ավականում կամ ինչ եք մտածում դուք այդ մասին, ինչ կարելի է այդ հարցերով անել կամ որոշել։ Խնդրեմ։ Առաջի հարցի հետ կապված իհարկե բոլորիս հուզող հարցն է դա մեր նաև էլի եմ գնում այդ երկրի անվտանգության հարցերից է մեր մադախսերնդի առողջությունը կոնկրետ այստեղ քաղաքապետի գործառույթը կայանում է նրան որ պետք է ավելի ակտիվ լինի համագործակցի համապատասխան մարմինների հետ ու անհրաժեշտության դեպքում ունենա որոշակի աշխատանքային խումբ կոմունալ բաժնից կլինի այնպիսի բաժիններից ովքեր մեջտապես քաղաքի ամբողջ քաղաքում են շփվում են անմիջական ժողովրդի հետ այսինքն ինֆորմացիա է կուտակում իրենց մոտ որը համապատասխան մարմինների հետ արագ փոխանցելու միջոցով փորձ է դրա դեմ պայքարել Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ արցախցիների հետ կապված, այստեղ դա pedagogan ծրագրերով է իհարկե իրականացվում, ես ինչքան տեղեկացված եմ համահայկական էլի գնում գալիս ենք պետությունից ոչինչ չկա, համահայկական հիմնադրամն է անում, մուշ թաղամասը որ համահայկական հիմնադրամը անցած տարի շահագործած չէր 2004-ի հանձնվել, հենց դրան հարակից հողհատկացում է կատարվել հարակից կոտեջներ է կառուցվելու Արցախից տեղահանված մեր հայրենակիցների համար։ Շնորհակալություն։ Կարեն ջան, շնորհակալություն։ Ես իմ եւ բոլորի կողմից ձեզ շնորհակալություն եմ հայտնում եւ հաջողություն եմ հայտնում գալիք ընտրությունների ժամանակ։ Ինձ թվում է, որ իրական սրտացավ ուժերը, ովքեր ունենան ուժեղ թիմ, պետք է որ անցնեն մինիմում գոնե անցողիկը, դեղը Աստված առաջ, ոնց ասում է, ինչքան շատ խայդաբղետ լինի, այնքան շատ լավ սիրուն կլինի։ Նախ առաջինը ձեր խիզախության համար։ Ես անձամբ եթե ինձ կանչեին, շատ երկար կմտածեի, թե սկիլետները մեջքից հետևի որ կա, արժի գնամ։ Շնորհակալություն, որ մասնակցեցիք, ես կհետևեմ ձեր գործունեությանը քաղաքականության մեջ, շատ հաճելի ազնվորություն եք որպես պոլիտիկ, կլասիկ պոլիտիկի տպավորություն իմ հետ ստացվեց, բարեկամական, շատ ամիջական, շփվող, նենց որ շնորհակալություն եւս մեկ անգամ, եթե բան ունեք ավելացնելու ձեր ընտրողներին, խնդրեմ ավելացրեք ու մենք ձեզ հրաժեշտ տանք լիֆտի մեջ։ Իհարկե, Ելի կգնվեմ ես էլ եմ շնորհակալ, որ այս հնարավորությունը ընձեռվեցից, իրականում շատ հաճելի էր։ Իմ խոսքում հիմնականը խոսքս կոչերի ձևաչափով է,
Եվ իմ լոզունգն էլ է միասին հանուն Գյումրու, ես իմ խոսքում միշտ ասում եմ Գյումրին պետք է կառավարվի աշտարությամբ, համերաշխությամբ եւ մենք կունենանք շատ զարգացած Գյումրի, կունենանք շենացող Գյումրի ու աշտարությամբ ու համերաշխությամբ է կառավարվելու։ Համոզված եմ, այդ չի կառավարվելու զոռբայությամբ, չի կառավարվելու իշխանազավթումով կամ կեղծ մոլորեցնող խոստումներով, որը մինչև օրս տեսել ենք։ Իմ խնդրանքս հորդորս նաև գյումրեցիներին։ Ես չեմ ասում գնացեք ինձ ընտրեք, դուք գնահատեք, ներքին համոզմունք ունեցեք ու ուզում եք ընտրեք, բայց որ պարտադիր գնաք ընտրության, անպայման գնացեք, թույլ չտաք, որպեսզի փոքրամասնություն են, փոքրամասնությունը ովքեր անընդհատ ակտիվ են այս պրոցեսներում, ինչ շահերից ելնելով մեր ընկերը, որ հարց էր բարձրացրել, անընդհատ գնան, իրենք ձևավորեն իշխանություն ու մենք անընդհատ տունը նստած բողոքենք, թե ինչի է այսպես, գնացեք ընտրության, ընտրեք ում որ կամենում եք, բայց անպայման գնացեք։ Շնորհակալ եմ Արսեն ջան։ Շնորհակալություն, Շնորհակալություն Կարեն ջան, շնորհակալություն։ Բռնվեք, իջացնում եմ, հանգարց։ Հաջողություն ձեզ։ Ժողովուրդ ջան, մենք շարունակում ենք մեր եթերը, մենք խոսելու ենք արդեն ուրիշ ձևաչափով, արդեն կարողանալու են բարձրանալ տարբեր տեսակի մարդիկ բացելով, չկամ չբացելով իր էկրանը, այդ արդեն ձեր ցանկությանն է, ցանկալի է որ բացեք, որովհետև տեսնում եք ինչքան հաճելի է, երբ որ մարդու աչքերի մեջ նայում ես, որ ինքը բան անում, խոսում է։ Արամ ջան, ես կուզենամ մի բան էլ ավելացնեմ, ու մենք անցնենք հետո։ Չէ, մի բան ավելացնեմ, նորից կոչ անեմ, անկախ մեր քաղաքական հայացքներից, ժողովուրդ, մենք բոլորս պետք է հասկանանք, որ մենք ամսի 1-ից նորից կյանքը շարունակվելու է եւ շարունակելու ենք իրար տեսնել, իրար կողքից անցնել։ Արեք այնպես բաներ չանենք, որ սահմաններ անցնենք, կարմիր գծեր անցնենք, որ դա դառնա թշնամության աշճան։ Ինչու համար եմ սա ասում, որովհետև ես հարաբարագեցի անգամ մի տեսանյութ, որ մի տարեց տղամարդ միգուցե վրտոմունքի չհասկանալով ինչ է ասում, վիրավորեց հակառակորդ թիմի թեկնածուին, շատ կոպիտ վիրավորեց, բայց ոչ թե իր վիրավորանքն էր անընդունելի, դա էլ էր անընդունելի, բայց ծեր մարդ է, միգուցե չի հասկացել ինչ անում, այլ որ վերցնում հրաբարակում են դա, դարձնում են հանրային, ես դա գտնում եմ արդեն, սենց ասած, սպեցիալնի դիտման պարած քայլ, որպեսզի սրեն հարաբերությունները թախ-թախ դարձնեն թշնամական ինչ-որ գոդիներ ու շատ վատ ճանապարհ է դա տանում ժողովուրդ ջան։ Ես խնդրանք ու կոչ եմ անում բոլոր գյումրեցիներին։ Եթե ընտրվելու է ԿՊ-ն, թող ԿՊ-ն ընտրվի։ Եթե ընտրվելու է Մարտին Գրիգորյանը, Մարտին Գրիգորյան, եթե Վարդան Ղուկասյանը, Վարդան, Աստված առաջ, թող լինի արտար պայքար, թող լինի սուր արտար պայքար, սուր քննադատությունները, ինչպես օրինակ ես եմ անում, շատ շատերը իմ նման անում են, մենակ ես չեմ դեն սուր քննադատող, շատ շատերը դիպուկային իրար քննադատում են։ Թողեք ժողովուրդը ընտրություն կատարի, բայց թշնամանք մի մտցրեք իմ լեննագանի մեջ։ Իմ լեննագանը մի քիչ շատ զոր կտանի այդ թշնամանքը։ Մեր լեզվով ասեմ, որ սաղը հասկանաք ժողովուրդ ջան, մի կերեք, մի դարձրեք, այս հեմի ոնց որ այդան աղջիկ ուզելու լեննագան, ասեն իրանք ումոցից են, իմանան որ ԿՊ-ից են, չերտան այդ աղջիկան ուզեն, ոնց կարա դες բանել, ցավերը տանեմ, այդքան շատ միք բևեռացրեք այդ խնդիրը, խնդրեմ Արամ ջան։ Այսինքն մի զբաղվեք կեղտոտ տեխնոլոգիաներով։ Այո, պետք է բացատրենք, ասենք ինչի ոչ ԿՊ-ն, պետք է ասենք ինչու ոչ ԿՊ-ն, քաղաքական դաշտում պետք է բացատրենք, որ ինչու ոչ ԿՊ-ն, ոչ թե ասեմ, եթե ԿՊ-ն է, ուրեմն ինքը թուրք է, դա սխալ տարբերակ է։